Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Ես ուզում եմ Սարոյին խայտարակեմ։ Ատում եմ քեզ ամբողջ հոգով եւ սրտով։ Ազատ պապիկ չեմ, բայց այդքան անապահով ինձ կյանքում չի։ Էս իմն է, էս իմ կոնֆետին է։ Ես զզվում եմ այս մրցույթից։ Ու Սոնան պետքա լիներ նախ Մոթևոսյան։ Շատ է շեշտում դա։ Խնդիր կա։ Շուշարի ստեղ նստի։ Извините, тётя Наталья։ Ու sense 3 կրուկ, այսինքն մաշտոցը մագրելով գնում եմ։ Կնուտոր բավարարդ։ Օ, ես դրանից ավելի եմ լարվում։ Ես ընկերուհի չունեմ։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Դե ինչ, հենց այնպեսն եք այս պահին դիտում եւ իմ հյուրերն են երկու աստղի առաջին եւ երկրորդ եթերաշրջանի սիրված մասնակիցներ Սարո Գևորգյանը, Շուշան Ստեփանյանը, Անի Արզումանյանը եւ այլն։ Այստեղ կարող էր լինել մարդ, որը 1 ժամ ուշանում է։ Մենք սպասեցինք, բայց որոշեցինք առանց Ռոբի սկսել, որովհետեւ նա կմիանա երևի ու կպատժենք։ Ոնց եք։ Լավ։ Շատ լավ, սկզբում գիտեք, որ սկսում ենք հենց այնպես պատմություններից, այսինքն հենց զվարճալի, ուրախ, խայտարակ, կուրիոզ պատմությունները, որոնք Բայց այս ձգությունից դուրս գանք չէ։ Դու ես ձիգ եղել։ Մենք ես ձիգ չենք տեսել։ Ես մոտեցնում եմ լավ ասարոն ձիգ չի։ Հա, նախ շատ ուրախ եմ, որ քո Լավ, այս հաղորդումը դեպերը մի արա։ Չէ։ Էդ է 30 օր։ Չէ, միանգամից Հա, հենց բայց այնպես պատմություններ։ Երեք գիտենք, որ քո հետ ինչ որ խայտարակ դեպքեր տեղի ունեցել։ Շուշոնա ներկա եղել, Մարին, Սրփուկը եւ ովքեր որ տեսել են այդ ստորին։ Գնում ենք լիժա քշելու ու ես կյանքում չեմ քշել։ Ու ինքնավստահ սենց վերցնում եմ երեխեք հետ բարձրանում եմ։ Ես ու Սրփուկը ինչ որ շատ ինքնավստահ, որ հես խզարել եմ։ Սրփուկը ասում է 2 տարի առաջ քշել է, բայց չենք հավատում, քանի որ ականատես ենք։ 2 քայլ ու 2-ով սնգնում ենք բան, հետո ես այդտեղ արդեն Սրփուկը Արդեն բարձրացել ենք Սարը։ Սրփուկը ինստրուկտոր է տեսնում ու ասում է կներեք, կօգնեք մի հատ, ասում է ճիշտ ասած ես հիմա դասի եմ, չեմ կարող սենց համ։ Բա հիմա ես ինչ պետք է այդտեղ ընկած մնամ։ Մենք գալիս են ավտոյով բարձրացնում են, իջնում ենք ներքև, Սրփուկը որոշում է ինստրուկտոր բարձի ու սովորի, բայց ես արդեն վախ եմ մեջս մտել, որ կգնամ կիշնեմ անտառ ու չեմ ուզում։ Ավտոյով նկատի ունեի ճոպանուղին։ Այդ որտեղ որ ընկել ենք, փրկարարներից եկան մեծ բարձրացրեցին, հետո Մարին ես պատմություն էի պատմում չենք մոռանում։ Ռոբն է գալիս։ Մենք սկսել ենք։ Դու արի արա։ Դու արի։ Ինչի ուշած։ Ինչի համար։ Կպցնենք միկրոֆոն, թե չէ։ Հետո Մարին ու Շուշանենք եւ մեր փոքրիկ Լաբուբուն, Անայտի անունը Լաբուբու եմ գրել։ Վերևում են ու որոշում են հաց ուտեն ու ինձ ասում են 2 հատ ռեստորան կա։ Մի քիչ բարձրանում ես ու մի հատ էլ ամենավերևը։ Այդ մոտավորապես արդեն 5:30-ա 6-ին փակվում է բանը, ճոպանուղին։ Ու ես բարձրանում եմ այդ ռեստորան, ասում են ճիշտ ասած այդտեղ չեն։ Էլի իջնում եմ ներքև, ասում են իջի Մարին ասում է ուր ես գնացել, իջի մի հատ էլ ներքև։ Մի հատ էլ եմ իջնում ներքև։ Դահուկներով ես իջնում։ Չէ։ Ճոպանուղիով։ Չի հանել դահուկները։ Չի հանել։ Տեսխի։ Ուղղակի մնացել է տաքը։ Ճոպանուղիով բարձրանում ես, ճոպանուղով։ Չէ, դահուկներով էլ չեմ բարձրանում։ Ճոպանուղիով բարձրանում եմ այդ ռեստորան, ասում են այդտեղ չի, մի հատ էլ եմ իջնում ու շատ դանդաղ է իջնում կեսից։ Մարին ինձ ասում է, դե ուր ես իջնում, ասում եմ բարձրացի վերև, հետո զանգում է Միքոն, ասում է, այդ մյուս ռեստորանը չի, մի հատ էլ կա, մյուսը։ Ես էլի կռուկ եմ տալիս, բարձրանում եմ այդ ամենավերևի ռեստորան եւ արդեն որ փակվում է, հայտարարում է ու ես մենակ մարդ չկա, հայտարարում է, որ զգուշացեք արդեն ճոպանուղին փակվում է ու իմ մոտ պանիկա է սկսվում, որ հեսա ճոպանուղին կանգնելու է, ես մնալու եմ մեջը
ու հեռախոսս անջատվում է։ Մի կերպ կինո կար, չէ՞ որ մի կերպ մի ժամ Արեք այսօր տենց պատժեք։ մի ժամ հասնում եմ այդ ամենավերևը, սենց բուքա ինչ որ բանա, սենց մտնում եմ ներս, ասում եմ ճիշտ ասած ռեստորանը փակվում է։ Ընդեղ չէին էլ։ Չէ։ Էլի իջնում եմ ներքև եւս մի ժամ ու կես անընդհատ հայտարարում եմ, որ հեսա փակվում է։ Արդեն Խառնվել են իրար, ես լացս տվել է արդեն, որ ասում եմ պանիկա եմ մոտս ու սենց մի հատ զենա է գալի քամու։ Արդեն իրանք ծաղկաձորում են։ Չէ, մայլերում։ Դե հումորս է դա, ես լրիվ հասկացել եմ, նա կեսից եմ։ Իջնում եմ ներքև, Սրբուկը ինչ-որ կոֆե առնում, ես մտածում եմ հեսա խառնված, բան, կլինեն ինձ են սպասում, Սրբուկը, սար, արի մի հատ գրկեմ ու Մարինա դիմավորում, սենց են, որ խորած որդին ոնց է տուն գալիս, Մարին տենց ֆոտոզում սկսում հալացել, գնում եմ ոչ մեկի դեմքին չեմ նայում ու Անահիտն է գալիս, ինչ ա եղել, ուր էի, Մարին ընդեղ մենք հեզ էինք ման գալիս ու այդ պայն Միքոն է դուրս գալիս, ու Միքոն է դուրս գալիս, որտեղ Միքոն է ինձ բացատրել, ասում եմ ատում եմ քեզ ամբողջ հոգով եւ սրտով բարձր, հետո ես Միքոն նեղվում է դուրս է գալիս, Մարին sense չայ է տվել ինձ, Միքոն գալիս ասում է, «Սպխիր, տենց գոռում ամոթ հերբան մոնը, չայը sense շպրտում եմ գետնին»։ Ինչ դրամա է։ Չայը sense չայը շպրտում եմ գետնին ու Մարին այդ պահին sense ու Միքոյի հետ ենք կռվում, բան Մարին դե այդ օրը մի փչացրեք ես կողմակում, մեկ է նստում ենք ավտոն Մարին sense հանում։ Թանկանոց չայս ոնց շպրտեց գետնի։ Կնե 1800 մինիմում կլիներ է չայը։ Մինիմում։ Բայց ներքևում ձեր Իսկ չափը ինչքան է։ Հա, չէ, դե 3 անցավ։ Բայց դուք հիշում եք Սարոյին այդ ընթացքում։ Մենք ամբողջ ընթացքում Սարոյին ենք։ Այդ դեպ տևելա 4 ժամ, ինչ մենք Սարոյին չենք տեսել։ Ու ես մոտավոր 200,000-ի ճոպանում եմ նստել։ Սկիզբը։ Չէ, բայց հետաքրքիր է։ Որ գիտեք, այսօր գալու եք չեք կարճել, բայց լավ, օքեյ, չէ։ Հա, բայց իսկական է, ցերեկ հավաքվել ենք։ Հա, տենց երեք ընկերներով չաթ են բացել, ախեք իսկ վաղը մենք ինչ ենք հագնում, իրանք նոր եթեր Երեխեք սիրում ենք ձեզ բաղբաղ։ Ես առաջ անգամ եմ իդեպ առանձնացնում են, ասում են երկրորդ եթերաշրջանը ավելի ընկերասեր է։ Ավելի չէ, պարզապես ընկերասեր է։ Պարզապես, ահա, իրանք բացարձակ չէ։ Դե Ռոբս միշտ զբաղված է նոր պրոյեկտներ։ Ֆուլ է։ Անիսել գաստրոլներից նոր ատում տեղադարձ։ Մենա համերգներով։ Այ ես էլ չեմ գալի հաղորդակցի եմ գալի ամեն նոր այչել սամալյոտ։ Երկու ասից հետո անիս լավ առաջարկներ դրսի։ Իմ ամենավատն է, որ լիքը մարդ լուրջ է ընդունելու է։ Եվ շատ ճիշտ է անելու, նրա աստղայինը տարել է։ Դու ես անենց ես պարտվելու Սա դեռ ներով։ Ինձ տված հեսա մտնելու եմ ստեղ նստեմ ընկնեմ բեմի տակից, ասի սա մտածել են ամենաուժեղ պրանկը, որը որ կարելի էր անել, բայց ես պատրաստ եմ ամեն ինչ։ Այո, շուտով։ Մենք մտածել ենք ոչ մեկի չես ասել, չէ՞ որ դու այսօր ստեղ ես։ Կյանքս երբ հասցնեի մաքսիմում տաքսիստի հետ հոգեբանական այցի էի նստած։ Մենք ես տաքսիստին էլ ուզում ենք։ Հորո մեղով։ Իսկ երկու աստղից պատմություն չեք հիշել։ Մենք մի հատ եք հիշել։ Մենք մի հատ եք հիշել ենք ընդհանուր մի պատմություն ենք հիշել իրականում, կարա սկիզբանին պատմի կեսը ես։ Դու եք։ Երկու ձեն պատմենք ձեզ։ Կրկներքը ես կպատմեմ։ Ուրեմն սովորական օր էր։ Ես ու Ռոբը փորձի ենք կամիում, տենց երգում ենք ու այդ օրը ես սովորականից ավելի վատ էի երգում։ Յուրահատուկ վատ էի երգում ես այդ օրը, իրոք ամեն ինչ շատ վատ էր, երգը բարդ էր, բան չեմ հիշում, որ երգներ, օպերաներ թե որներ։ Չէ, եթե չեմ սխալվում, բանն եղել, կամ կռունկներն եղել, կամ դաշտերովն եղել։ Դաշտերովը, հաստատ։ Դաշտերովն եղել, որ շատ վատ էի, էլի երգում, առաջին փուլն էր, ասենք մի խոսքով ամեն ինչ վատ է ստացվում, շատ երգում եմ ու եկել է Մակրին, այսպես նայում է մեր վրա ու շատ իր նայում է փորձը, ես էլ ավելի եմ լարվում։ Անին կեսից է նայել, որովհետև սենց Մակրին սենց եկավ, սենց դե այն ժամն է, որ հələ կամիում լույսերը չկա, իմ ձենը լսել է, դե հասկանում է, օրինակ կարող է մեր փորձն է կամիում, ոչ թե երկու աստղիլը չգիտի, որ նոր պրոյեկտ է սկսվել, դեռ ոչ մեկ չգիտի։ Հա, դեռ եթեր չի գնացել, առաջին այդ եթերին ենք պատրաստվում։ Մտածում եմ, որ լսում է, սենց գալիս է նայում է բանման։
ու իր դեմ Ու շատ շատետից էլ է զարմացած։ երևում, որ դες ինչ է էլի։ Ես դրանից ավելի եմ լարվում, ավելի վատ եմ գնալով, ավելի վատ եմ սկսում երգել։ ու սենց եկավ, բայց քեզ խորհուրդներ էր տալի, բալես ասма չմտածես, ասման այսպես սկզբում ինձ թվաց Անուշիկն է։ Դες ինքը մտածել է Անուշիկն է։ Կամի։ Դե դա արդեն երեխեք հիշեք, որ ձերն է նոր եղելները շատ շուտ է։ Անուշիկի համար եմ ված զգում։ Իրանից են հիասթափվում, էլի ես լավ եմ զգում։ Ես Անուշիկի ձենը որն եմ, լավ եմ զգում։ Այդ Անուշիկի համար այդ բանը շատ նեղվում եք, հա, բայց Անուշիկը սենց չէր երգում։ Հա, էլի ինքը տենց նստել մտածում էր, բայց այս ինչ եղավ էս երեխուն, որ սենց սկսեց։ Հա, մտածեց երևի ինչ որ որը 1000 տարի երգում է փորձում։ Ցերեկու վատ։ ինչ որ Մեր ամենատիտալ պատմությունը այդ էր։ Այդ է։ ոնց հասկացաք տենց շատ ուրախ չի անցել։ Հա, որքան ձեր եթերաշրջանի ժամանակ։ Ոյ, մերը։ Բայց եկեք ես կպատմեմ մենք ոնց է մեր զույգը ձևավորվել։ Չէ, դա քնած առավոտ լուսում կպատ։ Չէ, բայց հետաքրքիր է եղել։ Մենք երկու մարդիկ ենք եղել, ովքեր ունեցել են ուրիշ զույգեր։ Հա, մենք իրար հետ չպետք է լինի։ Օ, լավ, պատմի, ինտրիգ կա։ Ինտրիգ կա։ Չգիտեմ, բայց մենք կարանք տան կանոնները մարդկանցում հետ պետք է լինեինք։ Դե չի անցել, վերջացել։ Բայց թվա կարան։ Եթե Անուշիկը պետքա գրի, օքեյ։ Շատ լուրջ հաղորդում ենք անցած անգամ ասեմ, միշտ բոլոր փակագծերը բացում են։ Անի զույգը Վարդանն էր բադալան մեր շատ։ Արդեն չաթ ունեին, երգեր էին կընտրում, մի խոսքով այդպես պետք է լիներ, Իրականում միտք կար, որ ես պետք է երգեի Արուսը Կավկազի հետ։ Ուղղակի այն դեդլայնները, որը որ կար։ Այդ դեդլայնները, որը կար 15 րոպե։ 15 րոպե։ Այդ 15 րոպեն ինքը զբաղված էր։ Ու չեղավ, հետո դրանից հետո հասկացա կողա Նինան լինի Տիտանյան։ Զանգեցի Նինային, ասում եմ նին սենց պրոյեկտ կա, սենց ամրոպ չես հավատում, ասում եմ որ տեսել եմ, որ սկսվում է հաղորդումը, բան, ես ահա որ ոգևորվել եմ, շուտ ասեիք մի քանի օր լուրջ Տոմսս հետ կգայի, բամա սենց այն որ չեղավ, ու հիմա արդեն իմ մոտ մի հատ պիրուտ անգել, որ այն մարդիկ ում հետ մտածում ենք ինչ-որ վիճակ, այսինքն ես գիտեի, որ պետքա մի քիչ հումորային մասնակցություն ունենալ, ոչ թե տենց շատ լուրջ գնալ ինչ-որ լուրջ երգեր երգել, այսինքն փորձում էինք դնել ոչ իմ փորձել ինձ կոմֆորտ զոնայից դուրս։ Ու սկզբից տենց էր, ու չէի հասկանում, ում հետ կարելի է փորձել կոմֆորտ զոնայից դուրս էլի, այսինքն դիպ այդ հաղորդման ընթացքում արդեն իմ մոտ սեն շատ լարվում է, որտեղ օրերը ոչ մի բան չի մնում, դեռ 2-3 օր է, բայց հələ զույգ չունեմ։ Ես հետո գիտեմ Վարդանի հետ եմ, հələ իմ համար հանգիստ նստած։ Երկերն է սովորում անում Վարդանի հետ։ Երգեր եմ մտածում, բան Ինչ եկեք մտածում, ոչ շատ հետաքրքիր։ Ոչ չեմ հիշում, ինչ որ լիք տարբերակներ մտածել ենք, բայց էլ ինենց որ Վարդանն էլ կոմֆորտ զոնայից դուրս։ Ես այնց կոմֆորտ զոնայից դուրս եմ, բայց որ Վարդանն էլ լինի կոմֆորտ զոնայից։ Մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ, երբ որ Վարդանի ու իմ հետ Մարին ու Անուշիկը խոսացել են նույն օրը։ Ես նստած եմ Վարդանը սենց Անին գիտի Instagram-ից, ասում եմ, վայ, ասում եմ, Վարդ գիտես, բայց Անին ինչ տիպյա խզարելու եք, սենց այն որ սենց սաղ ասում եմ, էլի, ասում եմ, գիտես ինչ կայֆ համարներ կարող անեք, իմ կողմից երգեր եմ խորհուրդ տալի, եթե հələ շուտ, էլի, սենց ամեն ինչ խորհուրդ եմ տալի, որ հաստատ Անին վայ, որ մի վարքյան կյանքում չմտածես շատ լավն է։ Հետո ինչ արեցիր Վարդանին։ Չէ, իրականում Վարդանը Հետո Վարդանը պարզվեց, որ երկրից պետքա գնա ու երբ հետ էր գալիս, մենք մի անգամից 2-3 համերգ ունենք ու մի օր էր մնում փորձի, հասկացանք, որ ռեալ չի, էլի ոչ մի ձև։ Որտես ոնց որ ես ու Ռոբն ենք մնացել առանց զույգ, բայց ու այդ օրը մենք քայլում ենք, ես հենց կասկոդով քայլում եմ ընկերներիցս մեկի հետ, ու սենց եմ ամլեսի ասում եմ, բայց գիտես չէ, ոնց որ թե Անին է, բայց ես շատ ուրախ եմ, որովհետև դե համ ճանաչում եմ Անին, նենց չի որ պիտի լրիվ զրոյից իրար հետ ծանոթանանք, ինչ որ սենց տարբեր բաներ, ու սենց խոսալով գնում ենք Արգինեն ասում է, հա, շատ լավն է Անից, խոսում ենք, մեկ էլ սենց գլուխս բարձրացրել, տենում եմ Անին։ Լրիվ պատահական։ Ու տենց ձևավորվեց։ Գիտես չէ որ կարող է ես ու դու իրար հետ զույգ լինենք, ես ավավի Ինքը լը Վարդանի չաթում է։ Վարդանի չաթում։ Հələ թողեք ես մարդը։ Հա։ Ու այդպես հաջորդ օրը արդեն փորձի։ Հաջորդ օրը այն պատմությունն է։ Պատմությունը եղավ։ Ես Անուշիկն էի։ Շատ լավ եղավ։ Փրկելա Շուշանը մասնակցելու համար, որտեվ ես ինձ համապատասխան զույգ չէինք գտնում, ու Սոնան պետքա լիներ նախ Մոթևոսյան։ Շատ է շեշտում դա։ Խնդիր կա։ Շուշարի ստեղ նստի։
Սոնան չի պատասխանում զանգերին մեր մի երկու օր ու Անուշիկը ասում է շատ եմ ուզում մասնակցես ասում է շատ եմ ուզում մասնակցես ու ասում է Շուշանի հետ պետքա դու մասնակցես բա հանդիպում ենք Շուշոց եկել է ու Չեք ճանաչում իրար 99%-ով պետք է ասել, չէ, ու իրան Անուշիկ ասել է Սարոյի հետ, ինքը մտածել է Թովմասը։ Ինձ Անին մի շաբաթ առաջ գրել էր, որ մասնակցության մասին։ Ինքը մտածել է Թովմասյան համաձայն։ Օ, ես խնդալու բան ունեմ շատ, ես երկու աստղից, հեսա կպատմեմ։ Ինձ Անին գրել էր, որ մասնակցեմ։ Ես չեմ բացել նամակը։ Հետո իրան ասեմ, վայ, ան չեմ տեսել, բայց մի ազգանգել եմ հարցրեմ, ո՞նց է երկու աստղը արժի թե չէ, բան նոր տեսա որ գրել էր, որովհետև այդքան չէի ուզում մասնակցել, հետո ես ու Անուշիկը համոզեցինք ու եղավ, այնինչ եղավ, բայց Անուշիկը դե 1000 տարի Անուշիկին գիտենք։ Երաժշտական պրոդյուսեր։ Հա, բարև Անուշիկ։ Բարի, բոլորը։ Ուրեմն Անուշիկը իմ ու Սարո Թովմասյանի համարը գրում է Սարո, երկու հատ Սարո։ Հա, բրունետի դիմակն ենք երգում ու այդ մեր ամենաչստացված վատ ելույթն է Շուշանը ահա որը Գավառ մի հատ երգեք լսենք երեք շատ վատ է ստացվել այդ ելույթը ու Անուշիկը գժված վոյսեր է ուղարկում ինձ լսի դու այ հիմա դե այստեղ ոնց ես երգել ոնց ես գոռում ու ինչ չի ուղարկում է Սարոյին Թովմասյան Տենց գժված, էլի վատ բաներ ասում, այ անմակարդակ, դե նայի բան ինչ-որ, սենց բաներ է ուղարկում, Սարոն գրում է, ու ինչ-որ հատված է ինձանից ուղարկում, որ շատ վատ է տեղ, ասում է դե լսի ոնց ես երգել, ու Սարոն չի հասցնում բացի այդ վիդեոն, մենակ կարդում այդ վոյսերը, այդ այ անմակարդակ, ես ինչ ես արվա, Սարոն ասում է, անջան, բայց ես ինչ մեղավոր եմ, ինչ անեմ ստեղ էլի բան, Անջան կներես ես կուղվեմ։ Ոտ ընթացքում ես մի ճաստով քայլում եմ սենց անում։ Դու իմ նամակները չես տեսել։ Ինչ նամակ, բացում նամակ չկա, բա։ Դրանից հետո առավոտ լուսոյի չաթ եմ բացում։ Էլի Անուշիկը որ ասի առավոտ լուսոյի գնում զույգեր, բա։ Էլի Սարոյին ավելացում է չաթում։ Ես կարամ այդ վոյսերը ցույց տամ։ Մենք էլ չաթում շփոթել ենք Ռոբիտեն ենք Սարոյին ավելացրել։ Դրա համար ես չգիտեի։ Դրա համար 5 պակաս Սարոներ ստեղ Ռոբիտեն։ Էլի վոյսերը ուղարկում բարի երեկո, երեխեք ջան։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն, բայց ես ինչ պիտի անեմ ես։ Ու դրանից հետո վոյսերը գնում։ Ես էլի քեզ մեր Սարոյի փոխարեն գրել եմ։ Ու ես գրում եմ մի օր մեկը շփոթվեց Սարո ջան քո կորպորատիվների փոխարեն ինձ զանգեն էլի։ Շատ լավ։ Այս տարի քեզ հետ ենք մաղթում։ Հա, իրոք։ Կորպորատիվ ունենաս որքան Թովմաս։ Խնդրում եմ շփոթեք եւ զանգահարեք ինձ։ Ես կգամ կերկեմ սոխ։ Դու պատմություններ եք հիշել արդեն երկու աստղից դուրս։ Մեր անհավանական պատմություն որ եղել էր ինձ հետ։ Ուրեմն ընկերներից մեկը հրավիրում է իր հարսանիքին ու մենք նենց ընկերներ ենք, որ ընդհանուր ընկերներ չունենք, ոնց որ այդպես ասած։ Այս դեպքը եղել է մի 4 տարի առաջ, ինքը ինձ հրավիրում է իր հարսանիքին ու ասում է դե քանի որ ընդհանուր ընկերներ չունենք որպես այդպեսին, դու կնստես իմ համագործեցների սեղանին, եթե օքեյ ես։ Ասում, հա, ոնց որ խնդիր չկա, օքեյ, ես կնստեմ այդտեղ։ Տենց նստում եմ, շատ ուրախ մարդիկ են, բոլորը մի խոսքով շատ լավ է անցնում ու հենց իմ կողքը էլի իր համագործեցներից մեկն է նստում։ Այնտեղ մենք ընդհանուր ծանոթանում ենք, շփվում ենք, ամեն ինչ շատ լավ է լինում ու հարսանիքը Եղվարդում էր։ Հիմա արդեն տուն գնալու ժամանակն է գալիս, պետքա հասկանանք ոնց ենք տուն գնում, որտեղ դե քաղաքում չենք։ Այդ աղջիկը ասում է, կուզես կարանք միասին տուն գնանք, որ հոմենակ չես գնա էլի այսքանը։ Միասին կգնանք, ասա որտեղ ես ապրում, հասկանանք։ Ասում եմ, դե ես ապրում եմ այս շենքի դիմաց։ Ասում եմ լուրջ, ես էլ եմ ապրում այդ շենքի դիմաց, ասում հա, մերը 107-ն է, ասում եմ, ոնց մերն էլ է 107-ը, ասում եմ, մերը երրորդ մուտքն, ասում եմ, մերն էլ է երրորդ մուտքը, ասում եմ, դու ես եղել, մերը երրորդ հարկն, ասում եմ, մերը ու մեր հարկում
երկու բնակարան կա։ Ասում եմ, այն անեկդոտն է, որ papa ու տղա կռիվ են անում։ Բարձվում է մենք կողքի հարևաններ ենք եղել, ու այս ամբողջ ժամանակ չենք մտածել, ինքի մամային իմացել է, papayin իմացել է։ Ախորս իմացել է, մենք իրար կյանքում չենք տեսենք, դել մենակ ապրում, ասես ոնց որ մեկ ինքն է տնից դուրս եկել, մեկ ես, մեկ չենք հանդիպել մենք իրար։ Հիմա հոսել ենք մեր հորք, մի 10 րոպե հռում ենք մենք այս իրավիճակի հարսանիք որպես նոր տենց բանով իրար հետ։ Շատ խնդալու էր։ Միջև վերջ ես կնայի, օրինակ ինքը բացում է դուռը։ Անկեղծ եմ ասում, ես ասում ես հիմա պետք է մտնեմ քո տուն։ Ես չեմ հավատում, էլի, ասում ես քո տուն մտնեմ։ Դուք փոքր ժամանակվանից եք այդտեղ ապրել։ Հա, մենք 2008 թվից այդտեղ ենք ապրում։ Ու ինքն էլ լեզ չի քիչ էր այդտեղ ապրել, տարուց ավել էր ինքն այդտեղ։ Մենք իրար կյանքում չենք տեսել, հոսել ենք մեր հորք, ասես հռում ենք, էլի 10 օրը։ Փոքր ժամանակ դե հարսանիքներ բան տեսել եմ ու փոքր ժամանակ հարսանիք բան տեսել եմ։ Մաման YouTube-ով ինչ 4 տարեկանում մահանում է մեր 4 տարեկան է մեր հարևանը մահանում է։ Բայց թաղում չէի տեսել է։ Թաղում չէի տեսել ու ինձ թվում է դա հարսանիք է։ Ես տնից այդ մեր հարևանին արդեն հանում եմ, պապիկա, արդեն մարդիկ հետևից քայլում են բան։ Ես սկսում եմ այդ մարդկանց հետևից քայլել ու գոռալ տաշ, տիպը բան, տարան, բան, ինձ թվում է հարսանիք է։ Իրանք երևից այդ միք շպարացնելով էին տանում։ Ես թվում էր։ Ենքո երկը, որ միշտ դրա տակ Շուշ պատմի։ Դու։ Ես ուզում եմ Սարոյին խայտարակեմ։ Սիրո։ Ավել ուր։ Բայց ես շուտ եմ ռոբոտ։ Լավ։ Դե Սարոն Ղազախստան պետք է գնար, մրցույթի էր մասնակցում։ Ֆինալին։ Հա, շատ լավ ներկայացել էր բոլոր փուլերին ու վստահ էր, որ հաղթելու։ Միավորներով առաջի տեղում էի ժյուրիով։ Ես որպես պատժաշկա գնում եմ իր հետ Ղազախստան ու հենց այդ օրը պետք է արդեն լինի այդ ֆինալը։ Ես ոնց որ տենում եմ Սարոն շատ է սպասում ու շատ հույս ունի, որ հաղթելու է։ Այնտեղ ինչ որ ուրիշ մասնակիցներ կա, նստած եմ ես Սարոն փորձիա, ես ինչ որ ղազախների, ղրղզների հետ խոսում եմ, ու ասում են, բայց դու Սարոյի հետ ուզում ես մի հատ խոսա, ասա կարող է, որովհետև ինքը տրամադրված է հաղթելու։ Բեմից դուրս չգա ինչ որ բան չի, ասում չէ, ինչ բեմից դուրս գալ չի, ասում պրոֆեսիոնալ է, տենց բան երբեք չի անի։ Ասում են, դե խոս, ասում լավ, ասում Սար, եթե կրվես, չես ներվի, չէ։ Ասում է, չէ, ես հաղթանակի իմն է, բան, ասում բայց բեմից դուրս չես գա։ Վստահ, բան։ Հաղթանակի իմն է։ Վստահ։ Ասում բայց բեմից դուրս չես գա։ Ասում է, դե չէ, բան։ Մշակեք ինչա լինում։ Չի հաղթում։ Բեմից դուրս է գալիս։ Ու սենց նկարել եմ այդ մասը, սենց ասում են ով է հաղթում, ինքը Լուրջ։ Որտեվ միավորներով առաջի տեղում Դուրս ես գալի բեմից։ Գիտես ոնց սենց հաղթողի անունն են մանրել, եթե աղջիկը տիպը բան սենց արդեն ինքը գիտե որ հաղթել է, բայց սենց ձևա։ Կժբաց, որտեվ դե բալերով առաջի տեղում սենց սկրինը ունեմ, որ բան 1000 քանի միավորը այդ աղջիկը 3-րդ տեղում էր։ Ու Շուշոնա սենց այսպես քարացած սպասում եմ, որ ես չգնամ, ասես դուրս եմ գալիս ու նայում եմ մի պաշ Շուշոյին, ասես կանգնում եմ էլի բեմին, այն գալիս եմ ամենավերջ, մյուս մասնակցին ասես փաթաթվում է, բա, այդ կանֆիցին որ տալիս է, ոբշա ներվելիս ասում։ Էս իմն է։ Էս իմ սենց եմ անում, նայ այդ վիդեոն կա։ Ու սենց թողնում գնում եմ բեմից, սենց են անում, Սարո ուր ես գնում, բան, ասում եմ, էսի կոնկուրս չի, բան, ասում եմ, գոռում եմ։ Չէ, հետո կպատ, հեսա դու կպատն։ Էլի հետ եմ գալիս, բան, հետ եմ գալիս, այս կանգնած ապեն տալի, արդեն հաղթողի երկն է, որ պիտի երկեմ, մասնակիցները սենց գիտեմ, որ կեղծա, չեմ սիրում կեղծավոր, մոտենամ փաթ, որտեվ անկեղծ ինքը արժանի չէր, եթե հաղթեր օրինակ Ղազախստանի տղեն, ես կուրախանայի, բայց այդ աղջիկը կոնկրետ խայտարակություն էր։ Որ երկրի։ Մայքլ Ջեքսոն էր երգում, ասենք Ջեքսոնը Ուզբեկիստան։ Որ երկրից էր։ Բան, Մոնղոլիա։ Անարդար մրցույթ։ Էդ հասկացա։ Դե հա։ Այդ վիդեոները ուղարկեք էլի։ Անպայման։ Սկրինշոթներ էլի։ Հետո ես հետ եմ գալիս, հետո ես հետ եմ գալիս, բան հաղթողի երկն է, ես էլի կադր կա, սենց եմ ծապ տալի։
Սենց ծափ եմ տալի, դրանից հետո after Ինքն սովորա թաղմանված ծափ տալ ու լոգեր է որ դրանից հետո տիպա after party-ը բանման։ Սարոն նեղանում է ամբողջ այդ մրցույթից, ասում է ես ոչ միտեղ չեմ գալու, գնում ենք հյուրանոց, ես իրան փորձում ահավա շատ են սիրում այդ աշխատողները, մասնակիցները բան։ Բացի այդ բոլորով գալիս են հյուրանոց ու որոշում են ոնց որ after party այդտեղ անեն, խմում են, Սարոս խմում է։ Բոլորը այնտեղ ժյուրի անդամներ, լուրջ մարդիկ, բոլորը նստած են, Սարոն սենց ու ռուսերեն այդքան լավ չի խոսում հատկապես խմած ժամանակ։ Ու խնդրում եմ որ ես թարգմանեմ։ Ես եկել եմ որ իրան օգնեմ բացերկան։ Ու ասում եմ շուշ խնդրում եմ թարգմանի, որոշում եմ կենացինանի բոլորի մասին։ Ես այդ ամբողջը թարգմանում եմ, հետո մի քիչ էլ խմում, ասում եմ շուշ, ասա որ ես զզվում եմ այս մրցույթից։ Ասում Սարի ես նայած բան չեմ ասելու, ուրիշ բան ասել չեմ թարգմանելու այդ։ Կողքից մի հատ ուրիշ հայ կար, ինքը սավ թարգմանում է ռուսերենով։ Բայց Սարո говорит, что это девочка. Այդ վիդեոն ունեմ, ժյուրիի դեմքս ասած լավ վերևում է, Սարոն ասած կանգնում է, это не конкурс, это бардак։ Ու ժյուրիները սենց այն մի հատ ժյուրի կան նստած Ղազախստանի գլխավոր ժյուրիներից մեկը սենց не, брат, нет, ասում եմ, нет, это не конкурс, это бардак, это Բայց ժյուրի անդամները ինչ էին ասում։ Ժյուրի անդամները ասում են, որ դու պետք է հաղթես, տիպա 50-50 քվեարկություն եղա։ Սիրում եմ տեն ժյուրի անդամները, ոգեր է Ամեն ինչ անդիտանեսին են։ Դե լուծի բան ոնց էր ասում դու։ Google Translate-ով հայերեն գրեին, ոնց դու պիտի հաղթեիր, եկել հայերենով էին ասում, չէ, դու պիտի հաղթեիր։ Լավ, քանի մրցույթային ենք անցել։ Լավներ է, որ քեզ թվացել է կներես, քեզ թվացել է գնում ես, У Շուշոն ամբողջ ազգը թարգմանում էր պրոստը։ Կասենովա հաղթելու սպասում են բոլորը։ Սպասում են բոլորը եւ Իմ մոտ կա մի հատ էլի մրցույթի հետ կապված բան ու անցած անգամ որ քո մոտ հյուր էինք, ասում եմ նստած այն որ պատմություն ես ուզում հիշես ու չես հիշում, այդ պատմությունը հիշեցի, քանի հիշել եմ, եկել եմ պատմեմ, գնամ տուն քնեմ հետ, սենց ասեմ։ Ուրեմն մրցույթի եմ գնում, մոտ երևի 12 տարեկան եմ, գնում եմ դասատուիս հետ Լիպայտի կնոջ Ալինայի հետ, ով որ նայել է մեր հաղորդումը, կարող գնաք նայեք իմանաք ով է Ալինան։ Ուրեմն գնում ենք, հասնում ենք, հասկանում ենք, որ մրցույթում մոտավորապես կա 12 ժյուրի, մասնակիցների քանակը 13-ն են, ամեն մի ժյուրին ունի իր երկրից բերած երեխա։ Միակ մարդիկ ովքեր ժյուրի չունեն, մենք ենք։ Հայաստանն է միակը, որը որ ժյուրի անդամ չունի, այսինքն ամեն, ասես չգիտեմ, Իտալիայից եկել են, իտալացի ժյուրին եկել է իր երեխու հետ, այսպես բոլորը եկել են։ Սա կար ուղղակի ուշացել է մի ժամ։ Մրցույթը ուշացել են։ Դե չէ կա։ Դե գնում ենք այդ մրցույթին, հասնում ենք Ես այտենց օրինակ Սարոն կներվայնանա, ես երբեք, ես այդ տեսակով բան եմ, ես եթե մասնակցում եմ, գիտեմ, համ կարամ տիպա կապ չունի ինչ էլ ուզում ա լինի, իմ համար կարևորը այդ process-ն է, որը որ լինում է, դե գնում եմ, բայց դե փոքր եմ, նեղվում եմ, ասում եմ հիմա ինչքան էլ ես այդ երգեմ, բան, տենց չգիտեմ, papan, maman զանգում են, դեն բալես հələ պատմի, սենց ասում եմ, չէ, շատ լավ է, ընտիր, սաղ ստեղ շատ կայֆ է, բոլոր ելույթները երգում եմ շատ լավ ու ավելի հանգիստ եմ երգում, որովհետև կորցնելու բան չունեմ տիպը, էլի, նենց չի որ հաղթելու եմ այս կոնկուրսը կամ շանս ունեմ, որովհետև մաքսիմում շանսս 13-ն է։ Այսինքն այնտեղ այն 12-ը արդեն ժյուրիներով իրար մեջ կխոսան, էլի, ով որ երրորդն է, ես 10-րդն եմ, դե ինչ 13-րդն եմ, ինչ տարբերություն կա։ Ես իմ համար հելնում սենց շատ լավ եմ տժում, կյանքում տենց ազատ երևի չեմ եղել, ոնց որ այնտեղ եմ եղել տենց երգելու մեջ ամեն ինչի մեջ։ Ուրեմն after party-ն է, գնում ենք համար, այնտեղ մի հատ այդ ամենագլավնի աղջիկ ով որ իրա վրա էր ամբողջ ստավ կան գնում ինձ թվում էր որ ինքն է հաղթելու հաստատ նստում ասենց օթորին շուրա գալի ես է գալիս եմ հյուրանոցի համար մեր Ալինայի հետ ենք մեր հետ ինչ որ բան ցույց եմ տալի ոնց այդ աղջիկը ընկավ նույն ձև ընկնում եմ ու զգում եմ որ պրոստը շունչս կտրվում է ու չեմ կարող շնչեմ ուշիվ եմ ստանում գնում ենք հիվանդանոց մինչև առավոտ խայտարակ դեպի ճակ հասնող ուշիվի հայրենը չգիտեմ ինչա ու հաջորդ օրը մրցանակները պիտի տան մրցույթի ովքեր որ after party անում էին որովհետև լիքը մասնակից կար չէր կարա մնար հետո after party գիշեր անում էին after party-ն առավոտ պիտի տան մրցանակներով որտեղ է գրավել լիքը մարդ ցերեկը գնում է
Դու ես։ Առաջին կարգի կոտրված, գրոված։ Կոտրվածքների եմ մասանում։ Երեխեք գնում ենք գիշերով, դե սաղ գիշեր անցկացնում ենք հիվանդանոցում, մաման, պապան զանգում են, դե մենք չկանք անհանգստանում են, ասում են կարող է բան ա եղել, կամ ասում են երևի հոգնած են, քնել են։ Գնում ենք, ասում ա դե պիտի պարկեք, պիտի բան անեք, ասում ան հենց բան չի, որ պիտի ինչ-որ ֆիքսատոր դնենք, որովհետև դեպի ճակ հասնող է, բայց լուբոյ ժամանակ ծանրություն չի կարելի քայլել բաման, ասում ա գնացեք ծով, մենք բանում էինք, էլի Օդեսայում էինք, ծովի մոտ էր ու ասին գնացեք ծով, պրոստը մտի ջրի մեջ, թողեք ալիքները, սենց այդ տակ ժամանակ բան անի։ Ժողովուրդ եմ ինտենսիվ։ Այդ ոնց ընկավ միացից։ Բայց անկեղծ եմ ասում, չեմ կարում շնչեմ, որովհետև որ թեթև սենց շունչս վերցնում եմ սենց ալնում, ցավից սենց կտրուկ ցավ այն, որ սենց անջատում ա մի անգամից շատ վատ եմ, չքնած ոչ մի բան գնացել ենք ծով, ես զգանգնել եմ այդ ջրի մեջ, ու այդ ամեն ալիքը էլի ցավոտ ա, ու հիշում ենք որ վայ բանն ա, մրցանակների բանն ա, ես շորտերով եմ, Ալինան նույնպես, այսինքն մենք մաքսիմալ ծովափնյա հագնված են, որ մազերը սենց են, որ ոնց չորացրել ա քամին այդ ջրից հետո այդ սրբիչը սենց գցած ըստեղ, գնում ենք այդ որտեղ որ դա ամբողջը կանում է, իսկ այդտեղ նկարում են բոլորը, վիդեոները միացած է, մենք գնում ենք դուռը բացում ենք, լիքը մարդ ա նստած դալիճով, հետևը կանգնած ենք։ Սենց գնում է այն որ տեննա քննարկելով գնում ենք, էլի Ալինա այդ երրորդ տեղ, հա, այս հաստատ, հա, վсё, էդի ճիշտ է։ Երկրորդ տեղ տալիս են այն աղջկան, որին որ մենք մտածում ենք, որ ինքը հաղթել է այդ կոնկուրսը։ Ոսում ենք, ով է հաղթել տիպը, էլի, եթե այս աղջիկն էլ երկրորդ տեղ ով է հաղթել։ Մեկն ասում են Արմենը Ռոբերտ Կոլանի հիշեք ինչ շորտերով, սաղ սենց կոստյումներով մի 8 ժամ պատրաստված, ես սրբիչը եղեք այդ ֆոտոն այնքան վատ է, որ ես ջնջել եմ ամոթից։ Տենց թքած ունենայիք գրել։ Ես ջնջել եմ ամոթից, որովհետև ես դաժե այդ պայն այնքան խառնված եմ մնում, որ այդ սրբիչ էի։ Սրբիչով դուրս ես եկել բե։ Ոբշեմ այդ իմ կյանքի ես համ ահա որ ուրախացել էի, որովհետև մեր համար ասում եմ մենք կարանք չգնանք պրոստը, մենք հանգարցակ էինք հիշել, որ արդար էր, այս մրցույթը արդար է։ Չգիտեմ, լուրջ ասում եմ ու ես այն որ տենց բայց կարող է այդ ընկնելուց հետո է այդ հաղթանակը։ Ինչ ասին էս երեխեն մեռնում է, եկեք սրանք սատկի։ Որ ես երեք քանի օր բոլորին հարցրում ինչ կարելի է պատմել, որովհետև այն որ հարցում են որ նա սիրած կինոն Հա, всё, մոռանում ես ամեն ինչ։ Բոլոր ընկերներս ասին պատմեմ մեզ սամակատի պատմությունը, բայց ինքը շատ վիզուալ խնդալու պատմություն էր, չգիտեմ ինչքանով կարողանամ փոխանցել։ Մենք քշում ենք Երևանում սկուտեր, այն ստիկ սկուտերները որ կա։ Ու գիշերեր անցնում էի փողոցը, հետևից ընկերներս գալիս էին, ու մի հատ շուն ա որոշում հաչալով հարձակվել իմ վրա։ Ես ահա որ վախում եմ, երբ որ շները հարձակվում են։ Ու այդ պահին իմ միակ առաջին ռեակցիան այնա, որ ես թռնեմ սկուտերի վրայից։ Ոչ թե քշեմ գնամ, ոչ մի բան, թռնեմ սկուտերի վրայից, ու սենց փողոցը որ անցնում էի, այդ պահին շատ արագ էի գնում, սենց սկուտերը գցում եմ մի կողմ, ես այսպես թռնում եմ, ու սենց պատկեցեք պլաշով եմ երկար, ու սենց 3 կրուկ, այսպես մաշտոցը մագրելով գնում եմ։ Ու այդ ուղղակի ընկերներիս տեսանկյունից շատ խնդալու էր, տենց։ Շունը։ Ես ուղղակի տուն էի գնում։ Բայց այդ պլաստից հիշեցի բան Նինայի պատմություն, այն սենյակում որ նստած Անահիտը որ սենց գնում գալիս է սենց այսօր չեմ կարում այդ նոտան երգեմ բան ասում եմ Նինա Անահիտը պանիկայի մեջ ինչ որ ասում այդ նոտան չեմ կարում երկրորդ բաններ են գիչի այս Անահիտը գալիս է ու մենք սենց ընդհանուր նստած ենք Նինան այս սենց տեղ է ու սենց ոտերը բացեց սենց այս Եթե այդ նոտան չերքես գլուխը ջարդելու եմ դե դու տես Անահիտ ու շպագատը կիչնես Այդ կադրը կա այն որ Անահիտը շպագատ էլի սկրինշոթով բայց SMS-ներ էլի մրցույթ այդ շպագատը Անահիտը իջնում է Նինան այսպես իր գլխի վերևը սենց անում Լավ է, լավ է բայց ասենք Նինան է որ սենց գլուխը կջարդան այդ Անահիտը սկա Ուրեմն ինձ մաքուր երկով ես է բան հիշեցի ինձ միշտ խառնում է ռոլի հետ Ռենկարնացիա ռոլը, չգիտեմ, շատ Լիպարիտի հետ չէին խառնում Հա, բայց նաև ռոլի հետ են շատ խառնում, էլի, այսինքն Իվետամուկչյանի հետ ռովին շատ Մեկ էլ ոչ դեպքերից հետո ինգանուշի, բայց էդի անցան մոռացանք, էլի Ուրեմն ժողովուրդ նստում եմ տաքսի, տաքսիստը 60-նաց տղամարդ է առավոտ շատ շուտ է ու սենց նստել եմ ասում վայ Գիտես չէ, հենց նոր քո երգերն էի լսում, ասում եմ, հա, որ է, սենց ամ, գուշակ է,
Դե ասում տիպը երկու հատ երկ ունեմ։ Դժվար էլի ինչ որ մեկը լսած լինի էլի, տենց որտեղ вообще տենց պապի չէր էլի, որ իմ երկը լսեր առավոտով մի հատ է ոգևորվեր, որ ինձ տեսել է։ Սենց հայցի, որը սենց հայց։ Լա լա լի լա լի լա 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 ասում եմ, բայց այդ ես չեմ, սենց հայց։ Բա դու որ մեկն էիր։ Մեկին նմանացրել են, մեկի հետ բաներ արել, բայց տենց չէր եղել խոսքի։ Միջև երկու աստղի ֆինալ, այդ օրը հենց գնացել էի, բանում այդ պահակակետում հանրայինի։ Միշտ բոլորից չեն թողնում։ Չեն թողնում ներս, ասում են պարողներից եք, չէ։ Կարճ իմ հայտնության մասին։ Չէ, ինձ արդեն բոլորը ճանաչում։ Երկու աստղը շատ բան ա տվել, օրինակ մեկը ինձ Ճանաչում հա, եմ, վերջապես Անտարյանց։ բան է։ Ամանեն որտեղ ինձ այսքան ես գիտեմ։ Հա, եթե էլի պատմություն կա պատմեք, եթե չեք արդեն չար կոմենտներ։ Ես մի հատ պատմություն հիշել եմ։ Մի հատ պատմություն հիշել եմ, բայց ոչ մի բանի հետ կապ չունի, առանձին պատմություն է մի հատ։ Ուրեմն մի 3 տարի առաջ էր, առաջին անգամ ես պետքա մենակով նստեի սամալյոտ, գնում էի ընկերուս մոտ Փարիզ, տենց մենակով էի նստել ու թռիչքն երկար է, էլի տեվում, մի 5-5.5 ժամ տևում է։ Ու սեն ժամանակ ես միշտ նախընտրում եմ ականջակալերով երգ լսեմ կամ կինո նայեմ, տենց այդ ժամանակ շատ սոցիոֆոբ եմ, էլի դառնում, չեմ սիրում կոմունիկացիայի մեջ մտնել, ու տենց նստում եմ, կողքս նստում է մի հատ ռուս տատիկ ու իր թորնիկը, մի 5-6 տարեկան տղա էր։ Ու այդ տատիկը ընթացքում մի հատ հարց է տալիս, ինչ որ բան է հյուրասիրում է, ու մենք սենց խոսակցություն ենք սկսում մեր միջև, ու շատ հետաքրքիր տատիկ էր, ինքը երաժշտական դպրոցում էր դաս տալիս, բալետի պարուհի էր, շատ հետաքրքիր տատիկ էր։ Մենք 5 ժամ անդադար խոսացել ենք ու թե մի րոպե ձանձրացել եմ, ու այդ ինձանից չէ, էլի ես այդքան չունեմ, էլի, տենց անծանոթ մարդկանց հետ շփվել ու այն էլ հատկապես այլ ազգի։ Մի խոսքով տենց մենք շփվում ենք շատ հետաքրքիր թեմաներից, իրոք շատ հետաքրքիր ասում, ու ինքը պատմում է, որ գնում են Փարիզից գնան Արգենտինա, ինքնուտ հոր ասում է մենք շատ ենք ճանապարհորդում, իր կյանքից պատմությունները պատմում, հետո ասում է արի մենք համարներով փոխանակվենք, երբ կամ Հայաստան էլի կհանդիպենք, ու ես ասում եմ հո մեծ սիրով էլի անպայման կհանդիպենք, տենց համարներով փոխանակվում ենք, արդեն իջնում ենք, իրար հաջող ենք անում, ես գնում եմ ընկերոս մոտ, ինքը իր ճանապարհով, մեկ էլ գիշերը, ուշ ժամի գիշերը, այդ կինը գրում է ինձ ու շատ անսպասելի էր ինձ, որտեվ սենց ինքը շատ հետաքրքիր տատիկ էր, բան խոսքով։ Ես ձեր դիմացի հարևանն եմ։ Համարյա, բան ասում է դու ազատ պապիկ ծանոթներ չունես, ասում չէ ճիշտ ասած, ասում ես չգիտեմ, ասում օրինակ դու չունես բարեկամ պապիկ, ով որ բաժանված է, մենակ է, ասում եմ չէ ճիշտ ասած, ասում ճիշտ ասած, եթե դուք նայում եք հիմա ասում ճիշտ ասած չնեմ, ասում եմ ես այս բանին ինչ շատ մենակ եմ զգում, խնդրում եմ ասա, Ես այս բանին շատ մենակ եմ։ շոկի մեջ եմ ընկնում ու ասում եմ սենց չեմ պատասխանում, հետո հաջորդ օր ինքը էլի ա գրում։ Ազգությամբ ռուս է։ Ռուս էր, էլի ա գրում, էլի ես ազատ պապիկ չեմ, բայց այդքան անապահով ինձ կյանքում չի։ Շատ չէ, շատ անհանգիստ է։ Տյոտյա Նատալիա, ասեմ, եթե նույնիսկ ես այդ պահին ունենայի ծանոթ ազատ պապիկներ, ես չէի ասի, որովհետև շատ մանյակի տեղ, ես չգիտեմ ու Միջև այդ պատմությունը սենց է լսում, այ ինքը շատ այդպես տատիկ էր, էլի սենց տատիկ, բաբուշկա էր, հենց իսկական Բայց քեզ բաբուշկա։ վստահել է քո մեջ ապրկությունը։ Հայրը սենց շատ անսպասելի է։ Փոստը այդ 5 ժամ ինքը դրա համար իմ հետ շփվեց։ Ես էլ գիտեի ուղղակի հետաքրքիր է։ Շատ լավներ։ Հիմա կարդանք չար կոմենտներ։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը։ Օգտվեք Արարատ բանկի Mastercard World Travel քարտից եւ ճանապարհորդեք աշխարհով մեկ ու օգտվեք մի շարք առավելություններից։ Դուք կարող եք օգտվել տարեկան 6 մուտքի հնարավորություն launch-key-ից, տարեկան 6 fast track ծառայությունից, ապահովագրությունից, տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորությունից ու ելի հատուկ առաջարկներ Mastercard-ից։ Աշխարհով մեկ ճանապարհորդեք Արարատ բանկի հետ եւ հավաքեք նոր հիշողություններ։ Հենց այնպես։ Երկու աստղի, երկու եթերաշրջանների, մասնակիցների մասին մեկնաբանություններ եմ ընթերցում։ Անունները չեմ նշում, դուք պետք է գուշակեք ում մասին է։ Okay։ Եթերաշրջաններ ասելու ես, թե եթերաշրջաններն է պետք է։ Չէ, չեմ ասի։ Հա, վсё, okay։ Բայց ավելի կայֆ կլինի, որ գոնե տենց բալանս։ Լավ, եթե դժվարանակ կհուշեք։ Հա, okay։ Մենք փորձենք առանց հիշելու։ Շատ անհամ են անունները, միշտ առաջ եմ տալիս։
մեր մասին չի ես։ Ես հիշում եմ այս կոմենտը, բայց այս իրոք եթերաշրջանում եղել է այս կոմենտը։ Իրոք է շատ անհամեն։ Շատ անհամեն։ Դիմը ինչ ասեմ։ Հանգիստ են։ Հա, մեր մասին էլ հանգիստ Հա, կարելի։ իրականում ինձ թվում է նենց մարդիկ են, ովքեր ինչ որ ավելի հումորային կողմ ունեն, ու տիպը ինքը սենց գծողական գրել է հա շատ անհամեն առաջ եմ տալի։ Մի հատ բան ասեմ, եթե միշտ առաջ եմ տալիս, ուրեմն երկար են առաջ գնացել։ Ուրեմն պետքա բոլոր ֆինալների մեջ Օխ, լոգիկան գտանք։ Okay։ Ձեր եթերաշրջանից է։ մեր, ասեք մեր անունը։ Ասեցինք այդ արդեն։ Ասեցինք, ասեց չէ։ Չէ։ Թող իրանք ասեն, մենք առաջին Չէ, դուք էլ գուշակ եք։ Մի րոպե, մի հատ բան ասեմ, անցնենք սենց բանով էլի, ժամբրինետ հաստատ չէ լինի, որովհետև չէին ասի ժամբրինետի մասին, անհամ չէին ասի։ Սրանից հետո ինչ ասես, կնշանակի, որ անհամ համաձայն ես որ Չէ, ոչ թե իրանց մի տեսակ միշտ նենց ելույթները, որ անհամ չես ասի։ Իսկ Մաշան արմուշն էլ չեն լինի։ Իրանց շոտ էին սիրում։ Արսենները սենց եմ ով Արսեններին բանա գրե։ Եթե Արսեններն են գրի համարդ գրի։ Արսենները չեն։ Դուք եք գուշակ եք։ Եթե մենք էլ չենք մնում ատակը ֆինալում են եղել։ Սոնա, Սիմոն, չգիտեմ։ Այո, Սոնան եւ Սիմոնը։ Հաջորդը։ Կեցվածքն էլ է զարմացած, ինքը ինչա երգում։ Կեցվածքն էլ ազատ։ Նրա կեցվածքն էլ է զարմացած, ինքը ինչա երգում։ Կեցվածք։ Երկրորդ եթերաշրջանից եմ։ Հա, ինձ թվում է։ Կարող է, հա, ինձ թվում է հասկացանք։ Ես։ Իսկ մոտավոր շատ տխուր կլինեմ, բայց Նինայից մասին է։ Չէ։ Ես ու Նազիկ է։ Նազիկ է։ Նազիկ է։ Հա։ Բայց Սևակի մասին է։ Աշուղական կեցվածքն էլ է զարմացած ինքը ինչա։ Ինձ թվում է։ Ես մտածեցի որպես սպորտսմենուհի են ասել, որ զարմացած եմ, որ երկ կներեք իմ կարծիքը այս զույգի մասին ըստ իս ձանձրալի են։ Մենք ենք։ Ես այդ կոմենտը Ես էլ եմ հիշում այս կոմենտը։ Ոյ ոնգիր գիտեք, հա ձեր կոմենտները։ Չէ, Շուշոն նայում էր, սա, բայց Հա, մենք ենք։ իրականում վատ բաներ քիչ են գրել, ձեր մասին էլ չգտանք կամ գտանք հեսա։ Մերը ուրիշ մերը սխալ տեղ եք նայել։ Մերը Facebook-ում նայեք։ Մենք կտակ Facebook-ում։ Այսօր լավն էին, բայց մեկը չեմ հասկանում, ով է երգիչը իրեն զույգի։ Առաջին եթերաշրջան։ Առաջին մեկը չեմ ասում ով է երգիչ։ Ով է երգում։ Տոմա Պոնչ կարան լինեն, որովհետև այդ թեման շատ քննարկվել է, որ հարց անընդհատ ասել են տիպի իսկ ով է իրանց մեջ երգում, որովհետև շատերը չգիտեն, որ Տոման Արցախի ձայներում երգել է։ Այո։ Այսինքն պալոգիկի կարա լինի տենց։ Դու ես գրել ես մեկնաբանություն։ Ինչ էի ասում։ Այո, շատ Հա, ճիշտ։ ես եմ գրել։ Լավ ձայն ունեն, բայց անհավասար են երգում։ Նրանցից մեկը առաջ է ընկնում։ Նրանցից մենք Արամն ու Սրբուկը։ Մակրույն է եղեկամի, էլի սորտերը։ Վալիսի առաջ է գնում։ Կարող է ձեր մասիներ են մի հատը, որ վերջի օրով փոխել եք։ Չէ։ Ով էր առաջ ընկնում։ Ինձ կարող Արամն մեր Այո։ Նինան ու Աննայիտ է ինձ թվում է։ Ուրիշ հերոսի անուն չգիտեմ։ Չէ, որտեղ իրանց մեկ Արամն։ Այո։ Հա, Առաջին ընկնում, հա։ ինձ թվում է մեկու մեջ լինում էին տարբեր երգին, կարող է դրա համար։ Հա։ Նրանց անունները երգը ավիրեցին։ Նենց բան ընտրեք, որ ի վիճակի լինեք, գոնե չփչացնեք։ Դիմակն է ինձ թվում է եղել մենք։ Մերն է օպերանը։ Օպերանը։ Չէ։ Դիմակն է մերը։ Չէ։ Մի հատ էլ։ Երգը ավիրեցին, նենց բան ընտրեք, որ ի վիճակի լինեք, գոնե չփչացնել։ Երգը հայկական երգա կասես։ Այն ինչի տակ որ գրել են հայրեն երգա։ Կարծում եմ, այո։ Առաջին թողարկումն Առաջին եթերաշրջան։ Առաջին թողարկումը հայկական երգա։ Չէ։ Առաջինը դուետ ուղղակի։ Հա, ուրեմն չեմ կարող ասել։ Առաջի եթերաշրջանը բայց, չէ։ Չէ, երկրորդ։ Երկրորդ։ Հա, չգիտեմ։ Մի հատ եկեք հերթով անցնենք։ Առաջին դու մեր հետ ես եղել։ Առաջին թողարկումն է, այսինքն բոլոր մասնակիցները։ Հայերեն են երգել։ Մի րոպե։ Այսօր հայերեն երգի մասին sense կգրեին։ Եղեք հայերեն երգի մասին։ Ովքեր են հայերեն երգել։ Դուրս եկողները։ Առաջի եթերաշրջանում դուրս չեն եկել, երկրորդից են դուրս։ Առաջինում հայերեն երգել են ինենք ու էլ ովքեր են երգել։ Բայց պարտադիր չի հայերեն։
Այստեղ ոչինչ չի ասվում հայերենի մասին։ Հա, մենք սովորաբար տենց բաները որ վիճակի լինեք, գոնե չփչաս, հայերեն երկերը միշտ փչացնում են։ Բոլորը։ հայերը միշտ մնացածի մասին ինչ ուզում եք արեք, կարևորը հայերեն երկերը չփչացնեն։ Ես մտածեցի, որ Անահիտի ու Սիրունի մասին ես, որ նշեցիր առաջին թողարկում։ Հա, մի քիչ հուշեցի, բայց իրանք չեն։ Իրանք չեն։ Իրոնք չեն։ Բայց էլի Մենք էլ չենք։ ով էր դուրս եկել։ Էվան ինչ են Էվան ու երկել Նիկը։ սկզբում։ Էվան Նիկը։ Բանը երկես է something։ Այդ երկրորդին է երկել։ Չգիտենք։ Մի րոպե։ Չեն նավիրել։ Եկեք բանով գնանք։ Չէ, բայց առաջինը Էվան է։ Հա, Նիկնո Էվան է։ Հա։ Առաջինը բայց say something-ը չէ։ Սեյս, բայց ոչ շուտ լավ է լութեր։ Այնպես չէ, որ մենք համաձայն ենք, մենք չար կոմենտներ ենք, մեկնաբանություններ ենք։ Չար մարդիկ մի չար։ Այս զույգին փոխեք, տպավորությունա, որ Աստղից մեկի մենահամերգն է։ Շատ է վերցրել իրա վրա։ Օֆ։ Ես այս կոմենտը տեսա։ Ոյ քեզ բան։ Գիտես։ Երկրորդ եթերաշրջանից այսինքն։ Հայ երկրորդ եթերաշրջանը։ Չէ, հո։ Ոյ քեզ բան։ Ով կարա լինի։ Որ առաջի եթերաշրջանը։ Շատ է վեկալ է իրա վրա։ Շատ է վերցրել իրա վրա։ Ով կա։ Ով էր շատ վերցրել իրա վրա։ Երկրորդ եթերաշրջանում, չէ։ Հա։ Զգացիք, որ մի տեսակ վատ կոմենտեր ավելի շատ երկրորդ եթերաշրջանում։ Շատ է վերցրել իրա վրա։ Եղեք դուք եք եղել։ Մի րոպե։ Ավելի հստակ։ Նազիկն ու Սևակո չեն հաստատ։ Չէ։ Դուք էլ չեք հաստատ, ձեր մոտ էլ շատ հավաս։ Սրբու կարա։ Չէ։ Մի րոպե, ով կարա լինի։ Բայց երկրորդից, հա, ես Հա, երկրորդից է, հա։ Երկրորդից է։ Եղեք ում Նինան էլ չեն լինի։ Նինան ընկել, բայց եղեք կոմենտ գրողը ինչ գիտի։ Հա, Մենք հիմա կարանք մտածենք վերջում գրած լինեն Լիլիվան։ Դաժե երկրորդում։ Իդեան եմ ասում, որ ամենաչ են, էլի։ Անհասկանալի բաներ կարող են լինել, որոնց հետ մենք համաձայն չենք։ Դրա համար այստեղ եկեք լոգիկա չփնտրենք։ Ուղղակի ասեք անուն։ Դե դուք էլ ասեք։ Ասեք, հա։ Ովքեր կարան լինեն։ Եկեք Մի րոպե։ Ռոբերտո Սոնա չէ։ Ռոբերտո Սոնա էլ չեն, հա։ Թե։ Չէ, Ռոբերտո Սոնա ինքել չեն։ Դա անուն ասեք լավ։ Ով մնաց երկրորդ եթերաշրջանից։ Կողմ ենք, հա։ Չէ, ձեր դուք վերսը։ չեք, վայ դե։ Ձերը ասեցինք, որ չի լինի։ Ես եթե ճիշտ եմ հիշում, Սիրուն Անահիտ։ Կարդացել էր այս մեկնաբանությունը։ Շատ է։ Այս մասնակիցը միայն կապիկի ձայներ է արձակում, բայց ժյուրին ասաց, որ շատ լավ երգեց։ Վերջում չեմ զարմանա, որ նրանց հաղթող կդարձնե։ Այս առաջին Կապիկի ձայների եթե կարող ազոտ արմուշ։ Որտեղ իրանք տենց երգ ունեին։ Կապիկի ձայներ է։ Ացվեյնա էդ։ Բայց ինչ ծև էր անում կապիկի ձայները։ Մաստերսկի։ Մոստեր կլաս։ Եվ վերջին մեկնաբանությունը։ Ես զարմանում եմ այս զույգի բարձր գնահատականների վրա։ Մենք չենք։ Աստղ մենք երեխեք։ Որովհետև կյանքում չենք ստացել բարձր։ Ներողություն նատուրիստ է, մի բան այն չի։ Ընթերցում եմ։ Նոտուրի այստեղ մի բան այն չէ։ Հրուշա Սաֆարյանի։ Իսկ սա առաջին։ Հաջորդ նամակը գրել է Հրուշա Առաջին Սաֆարյանը։ եթերաշրջան։ Առաջին եթերաշրջան ովքեր են բարձր ստացել։ Մենք չենք։ Բրունետ են։ Մաշա, Բրունետ, Սոնա ենք, այդ երեք։ Սոնա Սիմոն, այդ երեքից մեկն է։ Ո՞վ է բարձր ստացել։ Իրանք երեքն էին, որ միշտ բարձր էին Այդ ստանում։ երեք զույգը Իրանցից մեկն է։ Արմուշ Ժան, Մաշա Արմուշ, Սոնա Սիմոն։ Որոշեց միշտ բարձր է ստացել։ Երկու արսենները եղել է որ ցածր ստանան։ Նեն չի որ միշտ բարձր է։ Հա, իրանցն է որ միշտ բարձր են եղել։ Ժան Բրունետը, բայց ինձ թվում է չեն։ Կարծում բաց կոմենտ չեն ունենա։ Երեխեք իրանց ոնց բաներ չեն գրում Չէ, մենք ոչինչ։ առաջին եթերաշրջանից իրականում շատ ենք ընթերցել տարբեր հաղորդումների ժամանակ, վատ մեկնաբանությունները հանգիստ եղել։ Իսկ կամ Սոնայք են կամ Արմուշ ենք։ Չէ։ Ոչ բարտվեցիք արսեններն էին։ Օրսենների Ես զարմանում եմ այս արսենների բարձր գնահատականների վրա։ Բայց ասենք լուրջ նեղվում ենք, որ ստացել են այսինքն եթե պասուցի մենք նայում ենք, նայ լինելով այդտեղ հիշում ենք ովքեր են որ հիմնականում միշտ լավ գնահատական են ստացել, արսենները երբեք նենց չեղել էլի Գրի նոտուրի ճիշտ չեք ասում։ Ասա էլի։ Նոտուրի ճիշտ չեք ասում։ Ով էլ Հիմա արսեններն անցնում ենք առաջ եւ խաղում ենք թե-թե։
Հենց այնպես հաղորդման գործընկերն է Glovo ընկերությունը։ Հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից ու բացահայտեք նոր համեր։ Արագ, հարմար եւ միշտ մեր տրամադրության տակ։ Իսկ հենց այնպես հաղորդման դիտողների համար Glovo-ն ունի նվեր։ Առաջին պատվերը կստանաք 1000 դրամ զեղչով, եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը։ Ում հետ զուգեր կձայնագրեիր Սարո։ Անուշիկ Ալավերդյան թե Մարիա Ավանեսյան։ Մարիա Ավանեսյան։ Մարի թե Մարտակ Կիրակոսյան։ Մարին էլ չի երգում։ Հենց նոր որոշեց։ Բաբուս չի երգում։ Բայց մենք ուզում ենք երգի։ Բայց մենք ուզում ենք երգի Մարիա Ավանեսյան։ Հա։ Մարտայի համար գժում եմ, ուղղակի Մարտան հեռու է Ամերիկայում է։ Ուստվոցի մորտո էս ինչա Մարտերի քեզ չընտրեցին։ Շատ լավ է ճիլն։ Ես ընտրում եմ Մարտկես։ Ես էլ։ Լավ չէ։ Մարիա Ավանեսյան թե Լիլիթ Հովանեսյան։ Մարիա Ավանեսյան։ Մարի թե Սիրուշո։ Սիրուշո։ Սիրուշո թե Էմի։ Դե տանջի։ Վայ, մի 5 րոպե պահես կնիհարի։ Այս հարցը թե երեկվա Սար Բարձրանյանը։ Այս տղալ թե է էլի։ Տարեկ բլեր։ Էմի։ Էմի թե Սրփուկ։ Սրփուկ։ Սրփուկ թե Բրունետ։ Բրունետ։ Բրունետ թե Իվետա։ Բրունետ։ Բրունետ վերջին հարցն է թե Սոնա Ռուբենյան։ Սոնա Ռուբենյան։ Ահա, Սոնա Ռուբենյանը հաղթեց։ Ոյ սենց սողերտ։ Դե բոլորի հետ ու այդ Սարին ընտրեց։ Նրանցից մեկի հետ պետք է գնաս 3 ամսով ճանապարհորդության։ Ոչ մեկի։ Ոչ են, էլի միակայ։ Գիտենք, որ մենակ ես սիրում ճանապարհորդել, բայց ստիպված է, շահել ես։ Նա է շահել, քեզ հրավիրում է։ Սամվելետում է կողքդ այդ տատին անստում։ Էվելինա Խանոյան, Էվիկ թե Ռաֆիկ Համբարձումյան, Հայդալեկ։ Ռավ։ Ռավ թե Արուսիկ Տիգրանյան։ Ռավ։ Ռավ թե Նինա Տիտանյան։ Օ, Ռավ։ Ռավ թե Եվա Ղարիբյան։ Եվ այդ շատ տարբեր ենք ճամփորդում Ռավ։ Ինչ Ռավ այդ նմանաս ու խնդալու ենք շատ։ Ռավ թե Միշել։ Միշել։ Միշել թե Հայկ Մկրտչյան։ Միշել։ Միշել թե Էդգար։ Էդգար։ Օ 3 ամիս։ Էդոյի հետ լավ կանցնի։ Եթե երկու Միշել, քեզ լավ կնա։ Չոքնել։ Հա։ Էդ Միշել։ Եվ վերջին հարցը։ Էդ էլ տունը չթողես։ Միշել թե Ագնես Խերանյան։ Միշել։ Միշելը հաղթեց։ Միշելը շատ լավ տղա է։ Հա։ լուծը։ Լուծը։ Ռոբ։ Ջան։ Եթե երկրորդ եթերաշրջանին քեզ կրկին հրավիրեն երկու աստղ, ում հետ կմասնակցեիր։ Դու ես ընտրում զույգին։ Սիրուն Մինաս թե Սոֆի Դևոյան կրծեր։ Սիրուն Մինաս։ Սիրուն Մինաս թե Ժակ։ Սիրուն Մինաս։ Սիրուն Մինաս թե Նազիկ Ավդալյան։ Սիրուն Մինաս։ Սիրուն Մինաս թե Էվա Խաչատրյան։ Սիրուն Մինաս։ Սիրուն Մինաս թե Շուշան Ստեփանյան։ Շուշան Ստեփանյան։ Շուշան Ստեփանյան թե Արամ Մելիքյան։ Շուշան Ստեփանյան։ Շուշան Ստեփանյան թե Սոնա Մաթևոսյան։ Շուշան Ստեփանյան։ Եւ վերջին հարցը Շուշան թե Նինա։ Եղեք քանի որ ի սկզբանե շուշ չէ, այդ անկեց այդ Կհասկանամ։ ի սկզբանե իմ համար մենք Շուշանի լավ եկեք երկարը չպատմեմ, հետո առանձին կպատմեմ, բայց ուզում եմ ասեմ Նինա Տիտանյան, որովհետեւ եթե չլիներ Անին առաջին եթերաշրջանում պատմել ես այսօր։ Դե դա ասեմ Նինան էլ չգնար, հաստատ Նինա Տիտանյան, բայց քանի որ առաջինում չի ստացվել, լավ ասում եմ Շուշան Ստեփանյան, երկրորդ Շատ Արթես Կնուտոյ բավարոդ Եթե հարցը քեզ է Անի նույն հարցը քեզ, եթե դու չվարեիր, այլ մասնակցեիր, ում կընտրեիր, այստեղ արդեն երկիչներն են, երկով։ Կընտրես Սարոյին, Երջանիկ, ձեր բռնած դուզնակ ճործոստեք։ Անահիտ Հակոբյան թե Լուսի Աղաբեկյան։ Լուսի։ Լուսի թե Զարոյի Բաբայան։ Ոյ, շատ դժվար է։ Բայց երևի թե Լուսի, որտեվ սենց մենք իրար վաղուց գիտենք։ Լուսի թե Սևա Կամրոյան։ Օ,
Սևակետը Ոչ հետաքրքիր կա։ Սևակետ շատ հետաքրքիր կլիներ, բայց իսկ մա Լուսի հետ ավելի հեշտ կստացվեր process-ը։ Ոչ թե Սևակը ծանր է, այլ ուղղակի Լուսի հետ մենք հեշտ ենք։ Դրա համար Լուսի։ Լուսի թե Նիկ։ Ոյ, Նիկ։ Նիկ թե Սարո Գևորգյան։ Օ, Սարո։ Օ, Լուչը, всем։ Սարո թե Սրփուկ։ Օ, չեմ նեղանա անկեղծ ասեմ։ հա, Սրփուկ։ Սրփուկ թե Ռոբերտո։ Օ, Սրփուկ։ օ, ու սրբուկ։ Սրփուկ վերջին հարցը թե Անահիտ Ադամյան։ Օ, Լաբուբուն չի նեղանա, ասա սրբուկ։ Սրփուկի հետ կուզեի։ Սրփուկը ախտեց։ Ապրեք, այսքան դեր թեթեն անցնում ենք առաջ ու խաղում ենք գուշակիր։ Ահա։ Երեխեքները։ Հա, դու ասա կանջին։ Դոլը մի հատ տա։ Հեյ, հեյ, հոյ, Ալելելե։ Սա։ Մենք հաչ ենք ասում են։ Միայն այո կամ ոչ։ 10 հարցեր։ Հարցերը։ Հա, սկսում հարցենք սերը, աղջիկ։ Իքական սեր։ Այո։ Այո։ Դոմ դա Երկչուհի, երկչուհի թե չէ։ Երկչուհի է։ Այո։ Ահա։ Իմացա, շատ լայն է, էլի։ Հայ։ Տարիքային։ Հայ է։ Ինձ թվում է։ Հա, Տարիքային է հարցել, մեծ է։ մեր սերնդի։ Չէ։ Okay։ Այս կը մեծ է։ Ոչ։ Չէ։ Okay։ Շուշտել ասա։ Մի վարկյա սպասի մտածենք։ Ուզում սխալվեմ։ Ով կարա Չէ, լինի։ ասա։ Հա։ Որ կողմերից։ Հայկական տենց Սալցր խոսում եմ։ Լսի չէ, պրոստը իրար հետ հարց են քննարկում։ Ավելի տենց հայրենասիրական երգեր երգող։ Չէ։ No։ Ոչ։ Չէ։ Okay։ Չէ, չէ։ Իսկ թվում է Այդա Սարգսյանը, այդը։ Ահա։ Մի հատ հարց տամ։ Մենք իր երգերից երգել ենք։ Այո։ 1, 2, 3, 4 Այդա Սարգսյան։ Մեկը պատժվել։ Բայց ռոբը պատժվել։ Լավ։ Հիմա ձեզ եմ ցույց տալիս։ Ահա։ Okay։ Իսկ ես կիմանամ։ Հա, կարծում եմ։ Արդեն կարծում ենք։ Պիտի նենց անեք իրենք է պարտվեն։ Հա։ Իրանք պարտվել։ Դե մեզնից բան կախված չի։ Չգիտեմ, դե հարցերը չեմ կարող ասել։ Հայաց։ Հայը հարցրենք։ Հա, հարցնենք։ Հայա։ Ոչ։ Արդեն բարդ է։ Երկի չէ։ Այ քննարկենք հետո էլի։ Ավելի ուրիշ հարցեր sense։ Ասացին։ Դեմ ասամ։ Քանի հարց ունենք արդեն։ Հա։ Չէ, ոչ, չէ։ Որ հարցենք արվեստի հետո խորանենք։ Երկիչ։ Երկի չէ, вообще չէ, չէ։ Հայտնի է, ժողովրդակապություն։ Չէ, հայտնի չի։ Գիտեք մենակ էս 5-ս։ Կտինը Լավ հարցեք արվեստը որ չէ։ Արվեստի հետ կապ ունի։ Այո։ Այո։ Լագետը։ Այնտեղ մնում է, մեպե հայ չի։ Տնաս մեր հետ կապ ունի, Այդա Սարգսյանը կապ ուներ իրանց հետ։ Դերասան երևի հավանաբար, հարց չտաս լվոր։ Դերասան։ Հարց դուր։ Դերասանը։ Այո։ Հարցրել ենք սերը։ Չէ։ Աղջիկ թե տղա։ Չէ, հա, տղա է։ Ոչ։ Մարդ, հա։ Կին, դերասան, ոչ հայ։ 5։ Մի քիչ կասկածեցին երկիչ հա թե չէ։ Նո, Այդ մի բան կարողա- քննարկեցիք էլի։ Հա։ Այսինքն կարող է ինչ-որ միտեղ երկել է, առավոտ լուսոյում կամ բան։ Կարող է մենք ինֆորմացիա շատ չունենք։ Օ, Լավ շատ բան չեմ ասում։ ինչ ասա։ Ոչ մի բան, ինչ է։ Տարիքով է։ Մի հատ տարիք ասա։ Հա, տարիք ասա, ասենք մոտ 40-ից բարձր է։ 40-ից բարձր է։ Ահա, Լուսի կարող է հենց այդտեղ։ Հա, կլինի, չէ, կլինի։ Հա, հստակ չեմ կարող ասել։ Շատ Կարող է չէ։ 38-ը, կարող է 42, կարող է 45։ Այդ կողմ, Մի հա։ հատ դու Շփոթեցնող Այդ կողմերն է, այդ կողմերն է։ Հա, այդ այտենց։ Ուզում հասկանում եմ ռենդոմ մարդ է, թե մեր հետ կապ ունի։ Ունի մեկը թե չէ։ Սոցցանցերում հայտնի է։ 40 չկա։ 40 չկա երեխեք։ Չկա, Մոտ 40-ը։ 40-ի։ Եթե կօգնի 37։ Այո։
37 Ես գիտեի մեծը։ Ես եմ։ Այդ ով։ Հավանաբար հոլիվուդյան հարցը մեր հետ կապ ունի, դες ինչ որ առնչություն 6 հարց է, ինչ է։ 6 թե 7։ 6։ Հարցնեմ է թե ուրիշ հարց ունի։ Որը։ Random մարդա շարունակությունները թե մեր հետ կապ ունի ինչ որ random մարդա Այդքան էլ չէ։ Որ։ այսքան կապ ունի։ Ոնց չէ։ Մի քնար։ Մի քննարկել։ Չէ, հարցերն են random մարդա, Չէ։ ինքը ասաց այսքան կապ ունի մեր հետ։ Okay։ Անին Չէ, պատասխաններ։ մեր հետ կապ ունի։ Ես անում եմ։ Ինչ ում գիտես դերասաններից։ Մեր հետ կապ ունի։ Դե ինչ որ առաջ Այդա Սարգսյանը ոնց էր անի սիրած երգը, երգել են։ Հա։ Եղեք вообще դրա հետ կապ չունի, չէ՞, որ ես սխալ բան, նա տանուն եմ ուզում կարգել։ Շղթա։ Հայ Չէ։ չի։ Դիմա։ Լավ 7 հոլիվուդյան դերասան, yeah։ Այո։ Ոյո։ Կողան նմանամ ինձ կամ քեզ։ Ինչ։ Քննարկել Ահա, չէ, հայ չէ։ Նույնպես։ Մնաց երկու հարց 30։ 37 մեր հետ Սորոն տանջում։ Կոնկրետ։ դեպրեսիայի մեջը։ Ինչ ենք երկել։ La La Land։ Billie Eilish-ը Billie փոքր է։ Eilish։ La La Land։ Ահա էմի բաննա, բայց Եվ լակցաներում ստգում եմ։ Շատ տրամադրում է։ Նա ես տեխնից աղում եմ անին լուրջ նստել։ Ժուրի եմ 11-ից։ Ձեսից։ Չեմ։ Լավ, մեր երկու հարցել դու դու։ Հայաստանում եղել է ինքը։ Դժվար չէ։ Չէ, կարող է եկել է։ Իսկ ինչ հորց։ Ով է եկել։ Ով է գործիր հարցը։ Վայ։ Տանկով գործիր հարցը։ Բիոնսեն է 3 է, որ մի հոլիվուդյան է։ հարցը։ Ինքը առավոտ նախաճաշում է, դες հասկացես։ Սա լողացել է։ Ոյ, չգիտեմ։ Լավ, բլոնդ մազերով է։ Բլոնդ։ Բլոնդ չի հաստատ։ Չէ, բլոնդ չի։ Վերջ։ Անունը Չգիտեմ, չեսնելու մոտավոր հնարավոր։ հասկանում։ Ով է։ Բայց մեր հետ ինչ կարա կապ։ Դե անուն հնչեցրեք։ Գիտեմ։ Չհիշեցինք ուրիշ ինչ ենք երկել։ Առաջինը Միասին ենք Weekend անում։ Anita։ Մեկը մեր։ Չէ, մի անուն։ Ու արդեն 5-ն եմ հաշվում։ 1 2 Sam Smith ենք եկել։ Աղջիկ։ Լսի աղջիկա։ Ասա, ինչ մտածում ես, ասա, մեկը սխալ է։ Չգիտեմ։ Հա, իրոք ճիշտ ասում, շուն կորցնելու բան չկա, առաջի մտքի դակածը ասա։ Դու ասա։ Ով եկավ մտածում։ Հայ եկավ էլի։ Կանք հոլիվուդյան։ Գիտեմ, անկապ։ Հայաստանում չի եղել։ Աղջիկ 37 տարեկան։ Լավ, 1 ասեք։ 1 Էմա չեմ հիշում ինչ։ Չէ, պետք է անունը։ Այսքան էմա ճիշտ էր։ Էմա Բեջանյան։ Էմա Ստոն։ Թե Ուոտսոն։ Ռոբերտ։ Ստոննա։ Հա։ Բրավո։ Մոլոց։ Հլո օդոնդերից արդեն գտել էր, ես դառնում անին այդտեղ sense նա այսեն շատ Լալալենդը որ ասի կացի վсё այսա հաջորդ հարցը կտան Լալալենդ ու վсё ում եկել Սարոն։ Սարոն, Հայաստանում սուպեր Սարոն, դեպի ուրիշ տեղա։ Բատեն մասկա շոուին որ բան է երկում է դիմակի տակ խորենը սենց այս ես կարծում եմ Սոֆի Մխեյանն է ու ես սենց մեծ Դու ես։ Եթե դու լինես ժուրի։ Առաջին դիսկոն էի։ Հա, շուտ ես Դիսկո բո։ Երրորդից շպրտեցին։ Ոչ ասեցիր անարդարը։ Բեմից դուրս եկա։ Չէ, տխրեցի էլի։ Էլի after party-ին ինչ լիներ չլիներ after party-ին պետք է։ Դա դու նոյ վալն է։ Հաղթել։ Մենք մի հաղթանակով սաղկեմ կսպոպել։ Մի խաղ կարանք խաղանք, որ իրանք էլ պարտ։ Հա։ Խաղ ենք խաղում, ես դերանունով, ով որ թիմը ավելի շատ երգ կերկի։ Եսով։ Հա, Ես սիրում եմ իմ երկիրը։ Հա, արդեն սկսել է հա, խաղը։ ու տեմպով Ու ես։ Մտածելու 3 վայրկյան ունեք։ Ահա։
Ես իմ անուշ Հայաստանի Սա ասած վարնեմ Միրը Սկսել է, պետք է եսով հա եսով Ես ընկերուհի չունեմ Հերթով ես պրոստը ասեք Ես սիրում եմ միայն քեզ Այրվող իմ սիրտը տես Ես Էդ է ու դու երկելը ունենք մի պատմություն Երևան, Երևան Եյով չէ, եսով սարով Դե ինքը եյով է Նամարը կրվում ես այդ կոնֆուրսները վերցում լրի որ ես Եսով, հա Ասում եմ երեք երթով։ Հա, արանք Ոնք ինձ թված պիտի արագ ասենք բան լինի Չէ, հերթով էլի։ Հիմա մեր հետ, Օպլինի հա? կրվում է, հա։ Ես կարամ օգտվել երկից էլի Եսով Ես իմ անուշ Հայաստանի Հա դու պիտի ասես ես էլի քեզ Դե երկել դե աս արդեն երկել ես Այղեք մենք 4 հատ ես 4 հատ երկել եմ արդեն դուք էլ 4 հատ պիտի ասեք Եպա Կովրես, ֆուլը Խեք ախե Եթե 3 վայրկյան Ինչ որ շատ ակնհայտ բան պետք է երկես Չէ, Կարամ ես մի հատ էլ երկեմ Ոչ մի կորցրու երկել Վայ իրական շատ դժվար է Որտեվ Իսպանիան sense բան ես Հա, լինում շատ լավ է, ես ուրախ եմ։ Որ դժվար է։ Իսկ խաղի կանոնը ոնց է։ Կարամ մի հատ էլ երկեմ Դե լավ մի հատ հիշի ես Դե լավ դու անգլերեն կամ ռուսերենով Կան ես 4 հատ ասել եմ դուք դեռ երկել Չէ Հայկոյից հիշի։ Ես քեզ սիրահարվել եմ սիրում Միայն քեզ ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար Եթե դու գնաս Վայ չկա Հերթով են։ Դավայ ես ունեմ Հնենք ո նորից երկելու է։ Ես չեմ ուզում Քեզ քեզ մոռանալ Ավելի մոտ քեզ արևի մոտ ես Ես Դիմակում կա մի բան Չկա սաման մեզ դեռ առավոտ էր արևի մոտ չի արևի Իրա մոտ երկն է, ինչ ուզում անում է։ Դիմակում Օրս ինչքա արև իմն է Այսքան չգիտեք դուք այդ երկը Չէ որ անկապ նեղվում գնում եմ շուռ եմ Ոնց դալի ենք անում քո երկ ռոբ։ Շնորհակալ Դիմակում ինչ կա Ուրացող։ Երևի մոռացել եմ դու շտապել ես երևի շտապեցի բայց քեզ իմ սրտում վերցրել Չէ Չէ երկը Կարամ երկս մի հատ էլ սրտը հիշեցի Всё, давай։ Դե լավ մեկը ուզում ենք մենք Ուզում ես Երևանով խաղանք։ Սաղի Հենց Երևանով խաղանք ինքը եսով արվելու Կուզեի մի երկու երկել երկիր։ Բայց չես երկում, 1 2 3 Լավ Պարտվեցի։ Կախել է Այստեղ էլ պարտվեցի։ Դու իրար Կարևոր նովելան եմ հաղթել։ Հրաշալի կարող։ Շատ լավ է, երկուսը դե պատաշվում եք։ Ինչ լավ խաղեր ես խաղ Ձեր թիմից Ռոբին եք բաժնում բնականաբար։ Մերսի շատ։ Եթե նույնիսկ որոշեի կանի, ես ամբողջ պատիժը կվերցնեի իմ վրա Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Եկեք Լուիզային զանգի էլի փող ուզի, էլի մենք միշտ իրեն փող ենք ուզում։ Բայց կարող է Ոսա կողը կենդանում ես։ Վիկային կարամ զանգեմ ամարացի Չէ, Լուիզային զանգի։ Ասա Վահագնի է։ Ստեղ չէ Հայ ֆիլմում եմ, հայ ասա։ ֆիլմ եմ եկել հասել, փողս չի երիքում, մենակ դու ես մոտ ապրում։ Ասա բան ունեմ պատմելու կարամ դամ ձեր տուն Հա ասեմ Մի հատ նենց բան եմ իմացել, եթե տանես հիմա կամ պատմեմ էլի։ Այ էդի կասի Լուիզա հա Ասա սենց պատմելու չասա հերախոսով խոսալու բան չի էլի։ նեղված եմ երեք կգամ կպատմեմ Ինչ ասում ենք լրիվ Նեղված չէ, թաշված դրամատիկ ասեմ, նենց բան եմ նենց բան եմ իմացել, Բայց կգամ սենց պատմեմ։ պատմելու չի, պետք է գամ ձեր տուն։ Ահա շատ ոգևորված ջոգիր որ ասի Սենց դրամատիկ էլի, սենց դրամա է եղել։ Ասա Վատ բան չի եղել, ասած Ասա վումս կարամ ես։ Լիլիթ Ալո Ага, Լուիզաս պրիվետ ոնց ես լավ, պրիվետ։ Սարոնա Հա, իմացա Սարի ջան։ ինչ կա գործերդ ոնց է Լավ, նորմալ։ Լուիս լսի մի հատ բան ունեմ քեզ պատմելու շատ սենց կարևոր բայց սենց չեմ կարա էլի պատմեմ պետքա գամ ձեր տունը պատմեմ ուզում եմ խոսանք մի հատ իրար հետ երբ կարամ գամ հիմա կարամ ուղղակի ձեր թաղամասի կոմերն եմ մի հատ կոֆե կխմենք էլի
Լսի, պրոստը հիմա մի քիչ ինչքան ժամանակից ես ուզում գաս։ Պրոստը հիմա պետք է նայ դուրս գանք, բայց հիմա էլ նոր սենց քնից նոր զարթնած սենց է որ լսի դե օքեյ, կուխնյայում կնստենք մի 10 րոպե այլ իրար հետ խոսանք կամ տենց անվտանգության էլ փող կտանք։ Ինչի համար։ Ձեր հա որ մտնեմ ներս։ Անվտանգությանը փողը չես տալի, ես կտամ ինձ փողը։ Հա, դե իսկ ինչ բերեմ, բա դու ես տալիս Լուիս։ Դե քո համար, որտեղ դու նենց վտանգավոր մարդ ես, որ քո համար պետք է միշտ փող տալ, որ ինչ որտեղ։ Լսի դու Սարոն չի Թովմասյան, Գևորգյանն է Լուիս։ Ես վտանգավոր չեմ։ Չէ, քո ձայնը նենց է, որ լսելի է, էլի դու։ Նենց գորած երկես բանես, խաղի անդորը խանգար ես։ Օպրես, դե լսի 5 րոպե, մի 5 րոպեից որ գամ օքեյ ես։ Okay, группа Италии, фальсица. Меня бирόπե, спасибо. Ես հիմա պիժամայով եմ, հեսա մի օտուգար հագ։ Լսի դու միշտ պիժամայով գեղեցկուհի ես։ 10 րոպեից որ գամ օքեյ, հա։ Okay։ Հա։ Okay, դե կզանգեմ։ Չեմ համարում սա անվտանգությաններ փող կտամ հետամ։ Ասում ասա անվտանգության մոտ եմ։ Չի բեկա։ Անվտանգությունը Ֆիլիպ Կիրկորովի ինչ որ դեմս հելիկոպտերն Չի բեկալու։ Ոյ երեխեք չեմ կարա։ Լուիս։ Ալո, հա։ Մանեի մոտ ենք իրականում աղոր։ Մի օր դեպի։ Ասում եմ պիժամայով 10 րոպեից դուրս եմ գալի։ Լուիս, բայց էլի դու պատրաստ էիր։ Ամենաբարի Լուիզա։ Մենք քեզ շատ սիրում ենք։ Այո, շատ բոլորս բարևում ենք ջերմ։ Նավերիկա, всё, էլի հաջող։ Չէ, ավետ, հիմա մտածում եմ ինչ անեմ, արագ պիժաման անեմ, բան, պրոստը մտածել եմ քիչ արագ հագնվեմ, պետք է գնամ, կոշի խառը։ Լավ էր, լավ զանգեր։ Շատ։ Հիմա Ռոբին հետաքրքիր զանգ մտածենք։ Ռոբը զանգի հրաչին։ Հա, կարամ զանգեմ։ Հա։ Պրոստը խաղացել եմ վերջերս։ Մի փոճուր հատվածի։ Վահագին պիտի զանգես։ Ասա այդ մասը Վահագին կոսելին այդ մասը կտրենք կինոյի։ Ահա, ասում եմ այս պահին մի հատ կոնտրակտ կա ու ըստ այդ կոնտրակտի չեմ կարել, էլի ոչ մի ուժտեղ նկար, այդ մասը կարան կտրենք ուրիշը նկարվի։ Ասա դա չի կարա գնա, հա։ Հրաչին ենք բաժում, չգիտեմ ինչի, բայց հա։ Դավայցի։ Մասնակիցներն են։ Մուրը հանում են։ Ժուրիներից։ Գնահատականներ։ Հրաչ Քեշյան նկարահանել է նոր ֆիլմ, որտեղ էպիզոդիկ փոքրիկ դեր է ունեցել, նաև Ռոբը Մենք երգում ենք սաունդթրեքը։ Վաու։ Ու պլյուս ունենք մի հատ հատված, որտեղ այդ կինոյում երգում ենք, բայց լրիվ մի քիչ ուրիշ է, խաղարկային պահան, հենց որ Հա, ասա ձենս օքեյ է որ լինի, բայց ուրիշը պիտի բերանված։ Խեք միկրոֆոնս։ Այո, սիրելի Ռոբ։ Ոնց եք, պարոն Քեշիշյան ջան։ Դա արդյոք սարը։ Լավ, մերսի, շատ։ Ձերն էլ բոլոր տոները շնորհավոր լինի, սենց լավ տարի լինի, առողջ տարի լինի կարևորը։ Ոնց եք։ Լավ, դուք ասեք, դուք ոնց եք։ Լավ, մերսի, շատ։ Իրականում Վահագը ստեղ չէր Կիպրոսում էր, ասի մի հատ ես զանգեմ, որովհետև տենց մինչև ինքը գար բան կլիներ էլի, պարոն Քեշյան, ես ինձ ապուշ հարցով եմ զանգել, դուք այն մոնտաժը սկսել եք, բանի ֆիլմի։ Չէ, դեռ չէ։ Իսկ կարանք ընդեղ նենց անենք, որ իմ հատվածները տենց ավելի քիչ լինի, պրոստը ես ոնց որ հիմա խմբից դուրս եմ գալիս ու մի քիչ հա ջան։ Չէ, իրականում ոչ մի խնդիր, ոչ մի բան չի եղել ու իրար հետ ենք էլի այդ խոսում, ուզում էինք հասկանանք, ինչ ասում եմ, ինչ լավ է, բախտնես բերելա, ոնց որ հենց սաունդթրեքը չենք նկարել, պրոստը Անուշիկը հետ է գալիս ու ոնց որ մեր խնդրեմը ոնց որ միշտ Անուշիկի հետ է եղել էլի իրար հետ ու տենց որ հիմա իմ հերթն է էլի գնալու, Անուշիկը գալիս է, ես գնում եմ էլի։ Լավ, դուք երկուսով շատ լավն եք, խիք, տենց իրար կոնֆլիկտ անում։ Իրականում սենց մի քիչ շատ բան պահա, բայց զուտ այդ հարցն է, Անուշիկն էլ զուտ իմ ես քանի որ էլ չեմ լինելու, այսօր վերջին համերգն է էլի, որ երգում եմ իրանց հետ,
Վահագն էլ նենց է կզանգի, ուղղակի ես էլ ուզեցի զանգեմ, ասեմ, որ նենց բաց չլինի, էլի, որ տենց արդար չեսնի լինի, էլի։ Իմ մասը, նու տիպը չգիտեմ, ինչ որ է տենց մի բան։ Կջրոգեմ, հա, հասնենք այդտեղ կջրոգեմ, ցավ։ Կներեք, էլի, պարոն Քեշյան, ես էլ նենց լավ էի զգում ինձ այդ օրը։ Կապ չունի, հետի մեկը ասենց, թե մեր քո պատմությունն է, քո կենսագրությունն է, հիմա տենց Վիկիպեդիայից չես զնջում, որ դու կամ։ Դե հա, չէ, էդի միանշանակ։ Ես էլ այդ պատմության մի մաս է։ Լավ, պարոն Քեշյան, մանեի մոտ հյուր էինք զանգել էինք ձեզ իրականում, ժողովուրդը որոշեցին, որ զանգենք ձեզ երկու աստղի սենց ամբողջ անձնակազմով Սարոյի, Շուշանի, Անի ու Մանեի հետ նստած ենք, բարևում ենք ձեզ, ոչ մի տենց բաց չկա, Անուշիկը վերադարձել է, նենց որ այսօր սպասում ենք ձեզ մեր մոտ, եկեք իրար հետ տժան։ Մոնտաժը սաղ նորմալ է։ Ինչ շատ կդնեք։ Ինչ շատ կդնեք, էլի լիքը, սենց սաղից շատ։ Մանեին Գրկում եմ, սպասում եմ ես էլ։ Անին Արզումանյան, Սարոն, Շուշանը։ Բոլորից շատ սիրում եմ։ Մենք էլ ձեզ շատ կներեք ձեր ժամանակից նորից։ Ձերն էլ շնորհավոր ապրեք շատ։ Սո, կներեք։ Լսի դու շատ ես թեթևացնում։ Իմ համար վատ չէր տիպը, որովհետև Քեշյան ուժամասը բայց երեխեք խնդրում են։ Չէ, վատ էր։ Շատ վատ էր։ Հիմա որ ուշացած չլնեի շատ լավ էր։ Ինձ թվում մի քիչ ավելի նենց մարդ պիտի լինի, որ ես շատ սենց ասենք պարոն Զանգում ես անծանոթ համարով։ Հա, օքեյ։ Ու ասում ես բայց ես Ռոբերտն եմ Քոլոյան, կասեն ով։ Հա, հորտոք։ Ու երկար կսկսես հիշացնել դու ով ես։ Օքեյ։ Ասա չեք տեսել որ երգում եմ հենց հասկանա ով է։ Կարամ իմ ծանոթներից մեկի համարը տամ, որ քեզ չճանաչում զանգ։ Որ ես ավելի լավ երգիչ եմ, քան Սարո Գևորգյանը։ Կասի Սարո։ Հա, օքեյ։ Օքեյ, սկսես երկար բացատրել Սարո։ Բավոր ճանաչի ինչ ենք անում։ Մի անգամից ասա։ Ես ամենալավն եմ։ Ասա ես ավելի լավ եմ երգում, քան եմ Պետրին։ Հա, օքեյ։ Սկսի այդ բանը։ Գնալով շատացնում են նա իմ բանը։ Թվեր ասեք հավայի զանգեմ։ Մարդը մի բան ասեք։ Օր 7 ռոբե դար զանգում է տարբեր մարդկանց։ Զանգի 091 40-ով էլի ինչ որ մեկի։ 94։ Իսկ մի հատ եկեք տեքստը որոշենք, որ հետո գող չմնաք, մի անգամից հասկանամ ինչ անեմ գող մնաք։ Ես Ռոբն եմ Քոլոյան։ Քամի Ֆրենցից երկի, արևի մոտը երկի։ Ասա 2000 դրամ գցեք հաշվից։ Այդքան է։ Հա։ Okay։ Բայց երկար պետք է բացատրես։ Բայց երկար պետք է հիշես։ Եթե մի անգամից ճանաչին, էլի կզանգենք միջև։ Դե նիլովկի սիտուացիա է։ Հա, շատ նիլովկի է, ասենց մեջը սենց է։ Գիտեմ, պատկերացնում եմ։ Ես եկա մեռնեի։ Բլոկ անես հետո մի անգամից։ Դա։ Չեմ կարող կներեք, որս արես ովին ասեց, նույն ներով ասեց այդ մասը։ Մետ ապերա վերցնելու։ Ալիա։ Բարև ձեզ։ Ձեր հետ Ռոբերտն է Քոլոյան խոսում, դուք ճանաչում եք ինձ։ Չէ։ Երգիչ երկու աստղը նայել եք։ Ճիշտ ասած չէ, շատ չեմ եկել։ Okay, մի հատ բան ասեմ, ես տետր եմ հիմա գրանցում այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են։ Ես դες պիտի երկու հատ բան երգեմ, եթե դուք այդ երգը գիտեք, ես պրոստը ձեր անվան կողքը պլյուս տնեմ, էլի։ Բանը լսել եք։ Ու հիմա մութ ամեր սրտերում, բայց ես գնում եմ արևն սպասում։ Արևի մոտը չեք լսել։ Չէ։ Okay, իսկ բանը Ասելով չեմ ձայնը։ Իսկ աստղիկները նայել եք փոքր վաղտ կամ շիլաշ փոթը։ Բայց լավն է։ Всё, երեխեք, ես էլ չեմ պատժվում, հոգնեցի։ Ու հասկացանք ինձ մարդ չի ճանաչում, ինչի ենք աճում։
Ես ձմեր պապն եմ երեխե։ Մեր գործընկեր Արարատ բանկի կողմից ձեզ փոքրիկ նվերներ, որոնցով ձեզ շատ նոր ճանապարհորդություններ եմ մաղթում այս տարի, նոր հիշողություններ, որ տարվա ավարտին վերադառնաք ու հենց այնպես պատմություններ պատմեք մեզ եւ մեզ հետևողներին, իսկ ձեզ խնդրում եմ, որ չմոռանաք բաժանորդագրվել։ Մենք շատ ուրախանում ենք, երբ տեսնում ենք, որ թիվը կամած ավելանում է։ Ու լավ կոմենտ Բայց օրինակ 2000 շատ եմ ուրախացել, օրինակ Ռոբերտոյի Սոնայի համար, որտեղ անկեղծ շատ արդար էր։ Միշտ խառնում են, էլի ինձ օրինակ չեն ճանաչում, միշտ խառնում են ինչ-որ մի հատ ուրիշ արտիստի հետ։ Հիմա ես էլ տենց եմ, բայց ինձ այդ դուր է գալի, միշտ պատմություններ կա, ուրեմն գրելա։ Կիրկորովին կարա զանգես։ Կարաս։ У Шушана, здравствуйте. Շուշանը, здравствуйте. Շուշանը, էլի կրվե։ Կամերայով զանգ է։ Ինչ ասեմ։ Զանգես ասես։ Զանգես $50 կարաս հաշվից գցես։ $50։ Թողոթի, մի ամբողջ ասկի։ Ասա 25։ Հələ $50։ Լուրջ ասա 25։ Դե որ զանգեն Կիրկորով։ Կամերայով թե բանով։ Առանց։ Չէ, ինչ կամերա, դուք իրար հետ կամերայով եք խոսում։ Լավ, շատ եք զանգում։ $50։ Ռեալ է $50։ Կնես էլի կարող ես վիդեոն ունենամ։ Նայեք։ Ֆիլիպ Կիրկորով։ Համար կասես։ Չի վերցնում։ Да, дорогой. Можно $50? Մեզ բոլորից խափել ես, որ մոտեք։ Չէ, երևի սեմ կամերա։ Կանք ես իրանց դամաֆոնի համանն է, պրոստը գրանցածա Ֆիլիպ Կիրկոր։ Լավ, ասեք ում զանգը։ Կարանք Սոնային զանգեմ Մաթևոսյան։ Տղա ասես արդար չէր ու Հա։ պահանջես որ պահանջ չէ Սոնային Նո, Սոնային երեխեք անցած անգամ եղել է այդ բանից, այդ արդար չէից ոնց որ։ Մաշան Արմուշը զանգել։ Մաշա Արմուշը բան, տեսա որ նայում եմ հաղորդումները։ Մաթևոսյանին զանգեք։ Մաթևոսյանին հենց թվում է զանգենք, ասենք որ բանը հաշվարկ էին արելի ու Չես սպասի ինչ ես ասելու։ Կասեմ Սոն իրականում երեք Մարին իմ հետ կիսվեց ու հեռախոսի մեջ պատահական տեսա հաշվարկները։ Հա, լավ, զանգի։ ասա սրբուկն է տեսե պատահական։ Նման բան եղել է, բայց օքեյ է։ Ուրիշ եթերաշրջան է։ Hi, if you record your name and reason for calling. TV-ին զանգիր, հա։ Անշկի գիտի որ դու եկել ես հաղորդման։ Չէ։ Ահա։ Անուշիկին լավ է։ Այսօր համերգ ունեք Անուշիկի հետ։ Զանգիր Անուշիկին եւ ասա սա չեմ քնել, շատ մոտեմ։ Փոր կապուց։ Հա։ Փոր կապություն։ Փուլա, ասա փորձեմ վերևի նոտաների ժամանակ տուալետ։ Սուս մնա, դղա, ամշկի քնած է հաուտոք։ Հա, կյանքս։ Ինչ կա, ոնց ես կյանք, էսուր ես։ Յա, բարևս, մայքրոյի մոտ եմ։ Հասկացա, լսի էլը։ Ահա որ փորս տուն է, ու չգիտեմ ինչ։ Ինչ։ Ասում եմ, ահա որ փորս տուն է, ու չգիտեմ ինչ անեմ, երբ եմ պիտի մի ժամ տնից դուրս գամ սյոմկեի ու չեմ կարող գնամ։ Կանք ու ես կխնդամ, որ էսի մինչև երեկո լինի ու մեր այսօրվա ելույթը իրար հետ առաջին անգամ։ Ես ինչ անեմ, աղբորպես մի բան ասա, երդվում եմ սյոմկից ուշացել եմ արդեն 2 ժամ ու տեն շատ վատ է, երդվում եմ չգիտեմ ինչ անեմ։ Կյանքս, եթե փորը թույլ է, նշանակում է երևի սառացրել ես կամ ինչ-որ մի բան նիտո ես կերել, պետք է տունը մնաց, չես կարող։ Անուշիկ համերգին ինչ եմ անելու։ Մինչև համերգը ես վստահ կանցնի։ Հաստատ։ Հա, չի։ Լսի, պրոստը դու չես պատկասթի, դուրս եմ գալի, նորից մտնում եմ հետ։ Մի հատ մամային ասա, կյանքս հաստատ մաման ավելի լավ վարիանտ կունենա։ Կյանքս որ մաման հեռախոսը վերցներ, քեզ չէի զանգի։ 1 Վայ քորա, կյանքս արա, բայց պետք է Լսի, իսկ ինչն է։ պահես ու տունը մնաս։ Փորս բռնես էսա կզանգեմ։ Հələ մի րոպե էսա զանգեմ, էլի մի վայրկյան մտնում եմ էլի նույն տեղը մի րոպե։ Ուզմա որ դու եք արես այդ ներս արի եմ ուզում, ներսի փոխարեն։ Սարարի։ Սարարի։ Սարի գլխին ասա նստեմ։ Իմ յարը Սարինա։ Կինելնի էլի։ Տղամարդինի էլի։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Ռոբն եմ Քոլյան, դուք ինձ գիտեք։ Դուք Ռոբերտ Քոլյանին գիտեք։ Ոչ։
Հիմա ես եմ ձեզ զանգել, ես երգիչ եմ։ Ես երգիչ եմ դու։ Իսկ այն Նատալիայի համար չունես, տոյտը Նատալիայի։ Տեսո գտնեմ։ Խնդրում եմ։ Խնդրում եմ զանգի տոյտը Նատալիային, ասա պապիկ Էսի 4 տարի առաջ է երեխեք ես հեսա դա պետքա գտնեմ։ Հենց հիմա գտի Да զանգի շատ տես ինչ եմ իրոպե։ Я сейчас занята, Անիջան։ У меня сейчас есть папик։ Սարոյին WhatsApp-ով զանգում եմ, դեռ ինձ։ եղավ։ Էս տոյտը Նատալյան իր նամակները ջնջել է մոտիցս։ Բայց մի հատ թողել եմ։ Любимая, не мечтаю найти себе друга. От 60 и старше. Добрым сердцем. Если кто-то есть одинокий, буду рада знакомству. Կարանք զանգենք։ Իրան։ Ես Ռոբերտն եմ Քոլյան, չգիտեմ դուք ինչ ճանաչում եք, թե չէ երգիչ։ Չէ, ուղղակի զանգել եմ իրականում ուզում եմ ասել, եթե ճանաչում եք, ուղղակի սենց մոտես տետր ունեմ, գրում եմ քանի օքեա ինձ ճանաչում։ Երկու աստղը նայել եք, թե չէ։ Ոչ չեք նայել։ Իսկ Եղեք նա տեկեք լրիվ, զրոյ։ Սոնաս, պրիվետ։ Ոնց ես։ Լավ, ապրաշատ։ Լսի իրականում մի հատ բան էի ուզում հետդ խոսայի։ Երեք որ մայլերում էինք, Մարինը տենց կիսվեց, ավել ճիշտ սրբուկը կիսվեց, բան, բայց իպա Մարի հեռախոսում պատահական նկաները, որ թերթում էի, տեսել եմ քվեարկության արդյունքները երկու աստղի, ու տիպա բանը մենք առաջի տեղում ենք եղել, Սարոն ու Շուշանը երկրորդ տեղում, բան, տիպա Ռոբերտոն ու Սոնան վերջ տեղում են եղել, բայց իրանց քվեարկությունները տիպա լցրած է բանը, տենց սաղ ճամփին նեղված պատմում էր բանման, հետո չդիմացավ Մարիին, ասեց, ինչ-որ տվեցին իրար Մարին, բայց չկա տենց բան, դա այդ ուրիշ բան ես տեսել ես կոմենկոմ։ Հիմա Անուշիկին է ուզում այսօր տենա, տիպա ամեն ինչ պարզաբանի։ Տանք դե ինչ ասեմ, եթե իրան չեն եղել առաջիտրեք, թող վերցնում մտանակ 20 իրան։ Ես առաջարկում եմ, եթե իսկապես տենց բան կա, հրապարակայնորեն բան անեն, ինձ ու Ռոբերտոին տանեն, չգիտեմ որտեղ, հրապարակի մեջ տեղը երևի, ես մտանակները ձեռնայցուց վերցնեն, Ես հա թող տան Արամին ու Սրբուկին բրցնենք։ Այ Լսի, բայց սկզբից քեզ պետք է զանգեի, չվերցրեցիր, հետո ասի ես պետք է զանգեմ ու սա քեզ ասեմ։ Սիրում ենք քեզ, մանեի մոտ ենք, պատշում ենք բոլորս։ Շնորհավոր, գնա կուբոկը գրկի քնի։ Լավ կյանքս։ Պաչ, բոլորս պաչում ենք, չհասկացան քեզ խի պաչեցինք, բայց ամեն։ Ես ուղղակի, դե։ Շատ ռենջ։ Ես էլ։ Շատ եք մեկի հասում։ Կյանք շոուի ապրել։ Նարսեկի մի անջատեք մարդ է կաղաց Սարոն հիմա էլի ջրեքի։ Զանգի, մի անջատ։ Ռեսկի զանգմա։ Դա Ֆիլիպ, էտը իա Սարո։ Դա Ֆիլիպ։ Ինք իրան որոշեց, ինք իրան զանգի։